Ոնց է ձեզ այն փաստը, որ Ամերիկան ամենահին պետություններից է։ Ես հաշտ եմ այդ մտքի հետ, չգիտեմ ինչ պետք է անեմ։ Ես այդ շատ վաղուց լսել էի, որ դες նայում էի բան տարբեր վիդեոներ, մի տեղից էլ լսեցի։ Ամեն անգամ sense մոտը շոկ է։ Ամենահին հանրապետական տրադիցիայով երկիրն է, այսինքն որ շարունակվում է էլի մինչև հիմա տենց երկիր չկա որ անդադար, ասենք Ֆրանսիային 1793-ը էլի մի քիչ հետո է, բայց էլի ընդհատումներ ունեցել է էլի։ Ձեր փոքր վախտանից լսես դե իրանք տենց մի 300 տարի կան, բան էսի միշտ տենց վերաբերում, բայց որպես պետություն է։ Ճիշտ է 300 տարի կան, բայց մնացածը որպես պետություն քանի տարի կան էլի։ Ամենաերիտասարդ պետությունը ո՞րն է։ Էսի Հարավային Սուդան, եթե դրանից հետո ունեցել ենք անկախացած պետություն։ 90 քանիսին էր։ Չէ, 2011-12, բայց ըստ թվում էլի ունեցել ենք մի երկու անկախացած պետություն։ Խոսքի բան։ Հիմա վերցնենք Էրիթրեան։ Մի հատ կղզի գտնենք, օն նամակ գրենք, պետություն դառնանք։ Այդպես Ոչ պրոբլեմ չկա, չէ, լիքը Վիկիպեդիայում մեջ կան բան, ֆրի բան շուտ պուճուր կարող է դաժե ծովի մեջ ինչ որ բան այլ երկաթ ինչ որ բան է մեկը տես պետություն ավարտի հա սա խնդիրը ճանաչումն է էլի դե ինչ որ հա բան ակտիվ մի այդ մարդը պայքարում մի քանի մարդ կա տենց էլի պայքարում են ճանաչում տիպը տարօրինակ է որովհետև տեխնիկապես դու պետություն ես եթե քեզ ճանաչում են բոլոր մնացած պետությունները ինչը որպես սահմանում չի կարող լինի որովհետև դու երկու անգամ օգտագործում ես պետություն բառը բոլոր մնացածները չեն Դե вообще բանա օն է էլի քաղաքագիտությունում ասում են 3 բանա պետք պետության համար փոքրանք բան փորձեն գուշակել սահմաններ ու տարած բանակ ինստիտուտներ ժողովուրդ հա բնակչություն տարած եւ քո ասածը այդ տենց ընդհանուր ասենք բանակ բարդ ինստիտուտը իրար այդ ինչ ասում սուվերենություն էլի ինքնիշխանություն Կամ սուվերենությունը հայերն են ինքնիշխանություն թարգմանում, որ մի քիչ ընկալման մեջ տարբեր բան են, որ սուվերեն է, ինչ որ մեծ իշխան բարձր շատ բացարձակ գերագույն իշխանությունն է, էլի, որ մենք ասում ենք ինքնիշխան, որ ինքդ քեզ իշխես, ոնց որ մի քիչ տարբեր բան է տալիս, բայց ինչ որ գերագույն իշխանության բան, էլի, այդ տարածքի ու բնակչության վրա, ասես։ Այս լիքը ինչ որ տենց ցեղեր, մեղեր, որ ապրում են, տենց լրիվ իզոլացված, իրանք հո պետություն չեն համարվում։ Իրանք էլ պետություն համարում չունեն, էլի, այդ գերագույն իշխանություն չկա։ Դե կողո իրանք մոտ կա ինչ որ իերարխիա, просто մենք կուրսի չենք։ Մի հատ կղզի կա, որ ոչ մեկ չի մտնում։ Բայց այդ տարածքումն է, դա հարց։ Պետության տարածքում է։ Դե մի պետության տարածքում է։ Դե ինքը այն առումով է, որ այդ մարդիկ դաժե չգիտեն, որ տենց գաղափար, իրանք դա չգիտեն, որ իրանք ինչ որ մեկի տարածքում են։ Իրանք իրանք եթե ասեն, կասեն չէ։ Դες հիմա կարան ինչ որ մարդիկ էլ չընդունեն, որ պետության մեջ են իմանալն եւ չընդունեն, բայց դա չի դադարում այդ տարածքում պետությունը գոյություն ունենալ, էլի։ Ասեմ ինքնագիտակցումը պետության այդքան այստեղ կարող է այս դասական ձևակերպման մեջ առաջնային չի։ Հիշում եք անցած հաղորդման ժամանակ ասացի իմ կարծիքով պետությունը լավագույն մոդելն է երբևէ ստեղծված, որ կարա իր գործառույթը կատարի որպես անվտանգություն ապահովող։ Կա ուրիշ որևէ տենց համակարգ, որը քո հենց սահմանումի մեջ պրոբլեմ կա, որտեվ անվտանգություն ումից, ուրիշ պետություններից, այսինքն եթե չլինեն պետությունները, վտանգն էլ չի լինի։ Դե մենակ ուրիշ պետություններից չի, ասենք ներքին բախումներից։ Ներքին ու արտաքին անվտանգություն։ Տեխնիկապես ոչ մի պետություն լավ գործ չի անում այդ առումով։ Դու անընդհատ քաղաքացիական պատերազմներ ես տենում, ցեղասպանություններ ես տենում պետության մեջ։ Դե առանց պետությունների ոնց որ թե ավելի լավ էր, որ նայում ես, քիչ ինֆորմացիա ունենք, բայց вообще իրական այս լավ կոնտեքստ հարցը լավ կոնտեքստի չէ կոնտեքստի համար շատ կարևոր է որ եթե նայում ենք էլի ավելի շատ կապիկներին մարդաբանությանը էլի այդ ծերած թեմայից մարդիկ մոտ homo sapiens-ը ասում են 300-200 հազար տարի առաջա որ գոյություն այստեղ բանը հայտնվել է էլի մոլորակի վրա պետությունները իրանց տենց շատ պրոտո տարբերակներով 5000-ից 10000 տարի առաջ 3 առաջի օրը ու պատկերացրու, այսինքն մոտ կարան գոնե ասենք մոտ 200 տարի, 200,000 տարի, ինչքան զգալի հատված է, ու մենք որպես պետականության փորձառություն աման ժամանակակից պետականության այդ մի 400 տարվա պատմություն է, երբ որ առհասարակ հնարավոր չի էլի պատկերացնել բնակչության կազմակերպումը առանց այդ մոդելի, այսինքն այնքան ժամանակ մենք մարդիկ առանց այդ պետության, չգիտեմ, ինստիտուտների, օրինակ նույն
բանը ոնց է անգլերեն hunter gatherers են ասում, հավաքչություն եւ որսորդություն զբաղվողները, որ նստակյացի են անցել, այդ համարվում է մոտ 10-12000 տարի առաջ։ Այսինքն այդ հիմնական անցումը դրա վրա հիմա կասկածներ կան, որտեղ Գոբեկլի տեպեն ավելի հին է ու իրանք չէին կարա։ Չէ, տենց կակրաս 10000 ու ասում են Գոբեկլի թեփն այդ բանն է հայերեն բան, պորտասարն է, պորտաբլուր կամ այդ Թուրքիայում աշխարհի ամենահին բաներից մեկն է, բնակավայրերից էլի նստակյաց։ Կրոնական կառույց է մեծ հավանականությամբ, ինչը արդեն մշակույթի բարձր բան չկա, բայց չգիտենք մոտավորապես ասում ինչ որ նստակյաց քաղաքակրթության առաջի տարերն է, այսինքն քաղաքակրթություն բառնել էլի քաղաքում այդ կուլտուրա կամ մշակված լինել եւ այլն, բայց ուզում եմ ասեմ, տեսնում ենք, որ նստակյացի են անցել ու մոտ քանի 100,000 տարի ապրել են այդ մոդելով, ոնց որ լավ էլ ապրել են։ Հա, կստати, եթե ինչ Արփին մեռնելով է եկել ստեղ ձեր համար, գոնե մի հատ լայք դրեք ընթացքում։ Ինձ թվում էր մեր համար։ Ձեր համար եմ մեռնելով եկել։ Սողից սիրում եմ։ Չէ, մեր այդ դուսը կնստեր էլի հանգիստ։ Եկել է տանջվում է շոկի մեջ։ Այստեղ ընդհանուր առմամբ հատոտ, բայց հեսա ես երբ որ սկսեմ խոսալ, ինձ թվում է բան կանեմ էլի։ Կստати, կոմենտում գրել էին թողեք այդ աղջիկը միտքը ավարտի։ Բայց ում էին գրել։ Ում էին գրել։ Հեն աշոտ։ Կարող ինձ էին գրել։ Հավանաբար ինձ, հա։ Okay։ Վերադառնալով պետություններին, բանն է, այդ ես մտածում եմ կակրաս այդ Հոբսի բանի մասին, արդեն մի քիչ խոսացել ենք դրա մասին, որ իր գաղափարն էր, որ մեծ պետությունը պետք է, որովհետև եթե չկա պետություն, այդ ոնց որ բնական վիճակը մարդկանց բոլորը բոլորի դեմ է, բայց այդ տրամաբանական չի, հենց քո ասածից ինձ համար այդ շատ բխում է, էլի չէր կարա 300,000 տարի բոլորը բոլորին դեմը sustainable բան չի, ոչինչ չաներ ուղղակի մարդկությունը։ Այդպես տեղի, հա։ Չէ, ասա։ Ես կոնտր արգումենտ կամ բերեմ, որ բնակչությանը, եթե ոնց ենք համարում, որ մոդելն է լավ աշխատող, որն է ավելի, չգիտեմ, մարդուն նպաստում, ենթադրենք, որ ինչ-որ ստանդարտը վերցնենք, վերարտադրությունը, որը շատանում է, դա էլ ուրեմն այդ համակարգը լավ է։ Հիմա մեծ տնտեսական աճ եւ վերակյանքի տևողություն, բնակչության աճ, այդ բան է կապիտալիզմի ծաղկունքի տարիներին է 17-րդ, 18-րդ դարը մեծ աճը լինում, այսինքն լինում է, երբ որ դասական պետության գաղափարը, մոդելը առաջանում է այդ քո ասած անվտանգության ապահովելու գաղափարը, պետությունը ավելի մեծ բանա մասնակցություն, այդտեղ կարելի է վիճել, այսինքն ուրեմն կարող է լավ էլ այդ տարբերակն է, որտեղ այդքան տարիներ հավաքչությունից անցում եւ այլն ու մի երկու բան ընթացքում իմ սիրած մի երկու հեղինակի մասին կասեմ, որոնք այդքան է պոպուլյար չեն իրականում, բայց բանն էլի դրա մասին է խոսում, այսինքն արդյոք այդ բանից հավաքչությունից անցումը նստակյաց կյանքի ինքը պրոգրես է եւ արդյոք պետության մոդելն է ինքը էվոլյուցիոն ճանապարհ էլի։ Հա, որովհետև ես չեմ ասում, որ պետությունը ինչ որ էֆեկտիվ չի, իհարկե էֆեկտիվ մոդել է, բայց հենց այն ինչից ենք մենք գալի դրան, հա, այդ ոնց ասիր, ոչ թե քաղաքացիական պայմանագիր, այլ ոնց է հանրային դաշինք, հա, այդ հանրային դաշինքը, բայց դաշինքը բան չի, կոնտրակտ չի։ Միություն է դաշինքը։ Դա չէ։ Ոչ ռուսայի գաղափարը էլի, կարճ ասած, բանա։ Union։ Հա, իր ոնց որ այդ մոտեցումը, որ մենք հանրությունով ունենք պահանջ ու մենք sense հավաքվում ենք, որպեսզի մեզ Այդ ուրիշ մարդ է, դա ավելի շատ ռուսոն է։ Ռուսայի մասին եմ ասում։ Հա, բանը, ուզում եմ ասեմ, այդ ցախ գաղափարները իրանք շատ տենց դոմինանտ են, բայց իրանք այդքան տրամաբանական չեն թվում, որովհետև ամբողջ պատմության մեջ կառավարությունը ոչ թե տենց մարդիկ խնդրել են, աղաչել են, որ ինքը գա, ինքը իր իշխանությունը հաստատել է։ Միշտ գրավել է, միշտ վերցել է, միշտ կառավարել է, չի եղել այդպես բան, որ մարդիկ աղաչել են, որ իրանց գան կառավարեն։ Հա, բայց ինձ թվում է բնական ճանապարհով է եղել։ Նախորդ ասածդ, որ նենց չի մարդիկ բնական պայմաններում հակված են եղել իրար ոչնչացնելու, ինձ թվում է հակված են եղել ոչնչացրել են ու միշտ հաղթել է այն, ով որ ավելի ուժեղ է եղել եւ այն մյուս խումբը փորձել է ավելի ուժեղանալ ու այդ է ուզում ասել, որ այդ հարցը շատ չի լուծում։ Ուզում եմ ասել, որ հիմա էլ ընդհանրապես ինչի են
հիմնականում կամ երբեմն լինում պատերազմներ, երբ որ այդ ուժերի բալանսը խախտվում է։ Այսինքն բալանսավորված վիճակում են գտնվում, մեկը սկսում է ավելի ուժեղանալ ինչ-որ ռիսկերից ելնելով կամ սպառնալիքներից ելնելով, այն մյուսը տեսնում է ինքն էլա փորձում ու ոնց որ շիկանում է իր վիճակը։ Հետաքրքիր է, որ բանա, հենց Հոբսը ինքը Լևիաֆանը գրել է այն ժամանակաշրջանում, երբ որ դրանից առաջ ինչ-որ ժամանակ Եվրոպայում այդ քրիստոնեական միասնության պատճառով պատերազմներ չեն եղել, ու հետո երբ որ սա սկսեց քանդվել, բոլորը մեռան, պրոստը բոլորը, ու ինքը այդ իրավիճակից ակրում։ Ես կասեմ նորը մտածեցի, որ մեր այդ համարասախ քննարկածները, բան լոկը, բան ռուսը, բան, իրանք սա շատ կրիզիսային ժամանակաշրջանում էին նկարագրում աշխարհը, էլի, ելնելով շատ կրիզիսային իրավիճակից։ Կարծոք չկրիզիսային վիճակը։ Դե ռետրոսպեկտիվ միշտ ցանկացած ոչ կրիզիսային ժամանակում, ուղղակի ոչ մեկ գրքեր չի կարդում, կարող է իրանք դաժե գրվում են, պրոստը իրանք կարևոր չեն այդ բանը, բայց երբ որ կրիզիս է, արդեն սկսում ես ինչ-որ խելացի մարդ մանգաս, ով կարա քեզ դրանից անի, կարող է տենց էֆեկտ է, բայց ուզում ասեմ ինքը տենում էր աշխարհը իր ամենավատ ժամանակաշրջանում ու իր պատկերացումը աշխարհի մասին հաստատ ինչ որ ձև դրանով կերտված էր, էլի, բայց ինձ չի թվում, որ այդ հենց կարար տենց էր, որովհետև հիմա դու ճիշտ ես ասում, էլի, մենք հիմա նստած ենք, մենք չունենք պատճառ իրար ոչնչացնելու, ինչ որ պատճառ կարա առաջանա, բայց անտրամաբանական է իրար կողք ապրելով անընդհատ իրար սպանելու մասին մտածել, որովհետև դու չես կարող տենց կյանքդ կառուցես։ Անընդհատ չես մտածում, օրինակ քո ջրի աղբյուրը սպառվում է ու դու տեսնում ես, որ հարևան ռեսուրսների սուղություն կա, այդ միջև հիմա պատճառը պատերազմների։ Բանն է, հիմա այդ պետությունն է, թե հավաքական ինչ որ հարույթը կարող է այդ ռեսուրսը նենց բաշխի եւ արտադրի, որ պակասորդ ավելի բան չլինի, օրինակ ես մի շատ այդ օրինակը բերում եմ, որ մենք չենք գնահատում, ասենք 300-400 տարի առաջ կամ չգիտեմ 150 տարի առաջ Հայաստանում որ բառն է ինչ որտեղ ցանկացած համարյա տեղ կամ Երևանում գոնե բացես ծորակից ջուրը գալ մի բան էլ տաք ջուր գալ, այսինքն դա ինչ որ մեծ բան է, էլի, sense ցած կա, բան կենսապայմանների, ուտեղ հարց է արդյոք պետության դերն է թե չէ, կարանք ասենք հա երևի։ Ինձ թվում է, որ այդքան մեծ ենթակառուցվածքները համակարգելու համար որևէ այտենց լոկալ փոքր մարմին Ուղղակի ճիշտ է, բայց հարցը գնի մեջ է, որ ես էլի համ ինքս ինձ եմ հակասում, համ քեզ եւ քեզ։ Այն իմաստը, որ այս տեխնոլոգիաները, այս հարցը, չգիտեմ, խորհրդային միությունը ինչ մեծ ինֆրաստրուկտուրաներ է սարքել, բայց ինչ գնով, ասենք այդ գուլագներով, չգիտեմ, բաներով, ինչ է այդ բելամոր կանալներով եւ այլնով, կամ տեխնոլոգիան, որը չգիտեմ, առաջ ասում ենք պատերազմ կար, չգիտեմ, ենթադրենք բոլորը բոլորին դեմ, բան, բայց չգիտեմ, քարով կամ փայտով կամ նետով այդ լետալության բանը սկեյլը, մասշտաբը ինչքան փոքր էր։ Հիմա տանկերը մինիմալ, հա։ Պրոստը խնդալու դետալ է, որ ես վերջերս եմ իմացել, որ բան բրոնզե դարում պատերազմների ժամանակ բրեյք էին վերցնում, որտեվ թրերը բթանում էին, շատ վատներ բետաղը, իրանք պետք է մի հատ ասեն հոп ու շարունակեն իրար սպանել։ Բոլոր ժամանակների պատերազմներում ընդհանրապես իլիական պատերազմում են բրեյք վերցնում։ Դե այնտեղ բրոնզակ դարեր էլ բան կա, առաջի օրինակ համաշխարհային։ Առաջին պատերազմի բան։ Առաջի համաշխարհայինի ժամանակ հայտնի։ Բայց բան էլի խնդալա որ այդ սուրը շատ արագ էր բթանում ու այդ մի կռվի ժամանակ կարար մի քանի հատ այս բրեյք լներ, որ իր սրային ու շարունակեն իրար։ Սրային արտադրեին։ Խաղի կանոններով ոնց է ձևավորվում։ Հիմա էլ ուղղակի այլ։ Ոնց որ վարդավարի վաղ բան պիստոլետ մեջ ջուրը պրծավ, մի հատ պետք է։ Այսինքն էլի դուրս է գալի որ նույնիսկ այդ պայմաններում արդիկ ինչ-որ վիճակ են պայմանավորվել։ Տշնամու հետ ես կարող կոորդինացիա ասել, հա, բայց այդ ինձ թվում է ժամանակ այդ տշնամին ու հիմիկվա տշնամին այդքան բան չէին էլի, ուրիշ էին, բայց այդքան dehumanized չէին, այդքան մտածված չէր այդ տշնամին ձևակերպված չէր էլի։ Բայց շատ ահավոր բան ես ասում, որ հիմա ավելի անմարդկային են։ Հա, իրականում այդ ընդունելը շատ տենց ցավոտ է, էլի, որ հիմա ավելի հիմա զենքերը ես մի օր տենց ինձ բռնացրի այն մտքի վրա, որ սենց հիանում եմ բալիստիկ հրթիռի կառուցվածքով, կամ ջրածնային ռումբի կառուցվածքով, թե ոնց կարար մարդը մտածեր, սենց մի հատ բան ստեղծեր, որը ոչնչացնում է։ Դրոնները եւ այլն, այսինքն հիմիկվա պատերազմում ըստ էության որ ասում ենք հիմա տեխնոլոգիան եւ ինֆրաստրուկտուրաները զարգացրել են երկար ենք ապրում, բայց նաեւ զուգահեռ տեսնում ենք, որ այդ պետությունը եւ քաղաքացիությունը մեզ բերել է միտեղ, որտեղ մարդիկ մարդկանց սպանում են, քիչ են էլ տեսնում, էլի ու մասսայաբար կարող են սպանել, ասենք, չգիտեմ, ատոմային ռումբ լինի թե բան դրոններ,
ինչ կարելի է էլի ստանում։ Այդ ունենք մի հատ բան կա Pinker կա Steven Pinker, սոցիոլոգ է։ Ասում է որ բան է էլի, հիմա ամենաանվտանգ ժամանակաշրջանն է, ամենաերջանիկ ըստ էության եւ այլն։ Ինչ որ իմաստ կա էլի, նույն եթե բան ինչ որ պարամետրեր վերցնում ես, նույն այդ երկարակեցություն եւ այլն, առողջապահության վիճակ, child mortality, երեխաների այդ մահացության ցածր տոկոսը եւ այլն, դուրս է գալիս որ այդքան էլ վատ չի, ամենացածր ասում է բռնության բանն ունենք էլի, իրարությունը հասարակությունը։ Մենք պետք է նորից նայել, ես հիշում եմ որ գրաֆիկ կար որ 2000-ականներից սկսած բռնության ոնց որ թիվը մեծ տեմպով իջնում էր, բայց ինձ թվում է ինչ որ բայից նորից բարձրացել։ Նայած որտեղ, որտեվ այդ շատ տարածված բան ասում են Ամերիկայում, ու բան conspiracy theory-ների կան, բան դավադրապաշտական տեսություններ, որ օրինակ ասում են բենզինի թանկերը, այդ որ կար բանից էր, լեդից էր, կապարից որ ուղեղի եւ բանի վրա ազդում է, որ հետո փոխարինել են, դրանից բռնություն շատ էր օգտագործում ընդհանրապես, հա, ասդ կապարը շատ էր օգտա։ Ու իրական չես իմանա, այսինքն հասարակություն մենք իմանանց ապրում ենք, չես իմանա ինչի ոնց է քո վրա ազդում, հա միկրոպլաստիկը մեր վրա շատ ուժեղ։ Ես շատ երկար, շատ կայֆով պատմում էի նրա մասին, հետո իմացա որ այդքան էլ տենց չէր, բայց բան էր որ Եվրոպայում քանի որ ջուր չէին կարող խմեին, որովհետև չգիտեին որ երազներով դու իրան ոնց որ ավելի մաքրում ես, ալկոհոլ էին խմում ու դրա համար մութ դարերը բան որովհետև սա խմած էին դրա պատճառով, բայց իրականում այդքան էլ տենց չէր, ահագին բան գիտեն այն ժամանակ ու մաքուր ջրի աղբյուրներ կային։ Այն որ խմած էին ահագին ժամանակ տենց, հա ու նաև միջնադարի պատերազմները շատ դեպքերում նաև դրանից է եղել։ Հենց գալիս է կոֆեն ու չայը։ Հույների հռոմեացիների դեպքում պարապեն եւ խմած էլ։ Բանա, հենց գալիս է կոֆեն ու չայը, ջուրը սկսում են երազնել իմանում են որ տես բան, համել կոֆե են սկսում խմել, սկսում է բան ինդուստրիալ ռևոլյուցիա, մարդիկ սկսում են գործարել դրանց։ Ես շատ հետաքրքիր միտք կարդացի երեք Չարլզ Թիլլի, հա, եթե չեմ սխալվում, որ ասում է պատերազմներն են պետությունների համար, պետությունները պատերազմների համար ու նկարագրում է ժամանակակից Եվրոպայի ստեղծման ոնց որ մոտիվացիան։ Բայց երևի դա մենակ Եվրոպային է, հա, վերաբերում, որովհետև այստեղ օրինակներ էի փորձում փնտրել ու առաջինը հենց մեր պետության, մեր երեք պետությունների ստեղծման պատմությունը չպետք է կենտրոնանք, որ մեր որտեվ կարող է հաճելի բան չեմ ասում, բայց մեր այդ մոդելի կոպիան է, էլի, այսինքն որ մոդելի եվրոպական մոդելը հանգամանքներն են ուրիշ մեր պետությունները կարևոր չեն, այսինքն դու անկախանում սուբյեկտայնացում ես, բայց այդ մոդել դու ոչ թե այդ մոդելին հասնում ես քո պատմական զարգացումով, այլ դու վերցնում ես այդ մոդելը, որովհետև եթե խոսում ենք մեր հանրապետությունների մասին, եթե մենք խոսանք ավելի շուտ, չէ, ես հանրապետությունների մասին եմ։ Ես էլ եմ հանրապետությունների մասին ասում, բայց ինքը ասում է, որ ոնց որ այդ պետությունը, եվրոպական պետությունները ստեղծվել են պատերազմելու համար։ Եվ պատերազմներն են ոնց որ։ Ու մենակ այդ չի ասում է ըստ էության բան է, էլ ինչ որ բռնության ինստիտուտներ են, որոնք նաև անվտանգություն են ապահովում, այսինքն որպես գլխավոր Okay, բայց մեր երեք հանրապետությունների ստեղծումը ոնց է տեղավորվում այդ իդեայի մեջ։ Սովետական միության փլուզմամբ։ Ուրեմն ասեմ դու քո կոնցեպտուալ դու մտածում ես որ ինքը ինչ որ պայի եկել առաջացել է, չէ, ինքը ինչ որ պետականություն է եղել, այդ պետականություն քանդվել է տարբեր սուբյեկտների, տենց, բայց որ դու ոչ թե պետք է այդ կոպիտ ասած ստիլի ասած կամ ցանկացած ասած դնես կոնկրետ ամեն պետության համար, այլենց պետության ինստիտուտի, որտեվ եթե մի 10 տեղ 20 տեղ տենց լավ մոդել եղավ պետության ինստիտուտի, տենց դուրս է գալի տարածվում է, էլի այդ ամեն ինչը։ Հա, բայց մեկը լավ չեն քննարկում, թե ինչի համար է պետությունը։ Ոնց որ ինքը ինչի համար պատերազմի համար է։ Որովհետև այդ իմ մեղքն է, որովհետև ես բրոնզի դարի մասին ցույց խոսալ, դրանից չեղեցինք։ Մենք խոսում ենք բանից։ Իսկ նորմալ թեմա է։ Մենք state of nature-ից ենք խոսում։ Չէ, բայց իսկ թեմա կարևոր է, որովհետև եթե ասում ենք ինչի համար է պետությունը, ես տանում եմ մի հատ Դեվիդ Գրեբեր կա, լուսահոգի արդեն, այդպես ձախական անթրոպոլոգ էր, մարդաբան էր։ Մեր կոവിഡ്ի ժամանակ մահացավ էլի ջայլ մի 40-50 տարեկան մարդ էր։ Իրան ինքը այդքան տարածված բաներ ոնց պոպուլյար չի էլի կամ չգիտեմ աճեմողլու չի, բայց մի հատ լավ հետաքրքիր միտք ունի, որը կարելի է հավատալ, չհավատալ, չգիտեմ համարել, բայց բան է, ոնց որ հեղափոխական է ընկալման տեսանկյունից, ասում է ոնց որ պետությունը ոչ թե այդ էվոլյուցիոն զարգացման ինչի համար, որ մենք հարցեր ենք տալ ինչի համար է եկել է, որ ավելի լավ տեղ մեզ տանի եւ այլն, ասում է պետությունը ըստ էության թակարդ է։
Ասում ինչ որ բայ, չգիտեմ, առաջացել են, 3 բան ասում, բյուրոկրատիայի ինչ որ թեթև գավոր, երբ որ տարածքում սկսել են բնակչության ինչ որ բան հաշվել, օրինակ ունեցված, ով ինչ ունի եւ այլն, ով ինչա կարող, ինչ որ բյուրոկրատիայի ապարատ, սուվերենություն, այդ կարանք ասենք ինչ որ բռնության կիրառելու բան, ու քաղաքական բանը, խարիզմատիկ politics էլի, որ ինչ որ մեկը շաման լինի, քուրմ լինի, բան սկսել է ինչ որ բաներ համոզել վստահությամբ։ Ասում եմ, այս 3-ը հենց իրար հետ միացել են մի միջավայրում, հայտնվել այդ պետության բանը, ինստիտուտը ու ինքը ասում է ըստեյության ոչ թե բանա, թակարդ է դարձել։ Էվոլյուցիոն փակուղի է։ Հա, էվոլյուցիոն թակարդ է, ասում եմ, արդյոք պրոստը մոդելից չեն կամ դուրս գան։ Հա։ Ասում եմ, բան է։ Ես իհարկե շատ են քննադատում, որտեվ ինքը տենց ինչ որ օրինակներ որ բերում է, որտեվ Մադագասկարում է իր հիմնական այդ թադին եղել, ինչ որ ցեղերի օրինակներ ասում են, դե մենակ դրանով չի եւ այլն, բայց բանը էլի հետաքրքիր պերսպեկտիվա առաջարկում, որ այսքան ու կարող է այսքան տարիներում պրոստը հայտնվել ես ինչ որ թակարդում եւ այսքան հիմա որ նայես, կարող բնակչությունն էլ այնքան շատացել է մարդկության, որ հնարավոր էլ չի ըստեյության մոդելից դուրս գալ եւ ուրիշ ձև կառավարել կամ կարող հնարավոր է ինչ որ կոմունիստական ինքնակառավարման բաներով, բայց այդ պետքա սաղ աշխարհում ասեն դրա։ Ինձ թվում է, հա, ինձ թվում է, ես դրա մասին որ շատ եմ մտածում, քանի որ ինձ օրինակ շատ է դուր գալի անարխիզմը, բայց անարխիզմը շատ մեծ խնդրեմ ունի, որովհետև առաջինը անարխիզմը նենց վիճակ է, որ ինքը չի կարա շարժում լինի, որովհետև ոչ մի անարխիստ ոչ մի անարխիստի հետ չունի։ Դե չէ, անարխո-սինդիկալիզմ, անարխո-կոմունիզմ։ Вообще ասում են անարխիզմի այնքան տեսակ կա, ինչքան իերարխիայի տեսակ կա։ Այսինքն դու չես կարող նենց դաժե իրան սահմանես, որ ինքը բանի, պլյուս ինքը այնքան ոչ բռնի մտածելակերպ է մեծ մասով, էլի կան բռնի տարբերակներ, որ դու չես կարող իրան պարտադրես, որտեվ ազատությունը այդպես ամենաբարձր արժեքներից է անարխիզմի, բայց օրինակ նույն բանի Չոմսկի մտածելակերպը ինձ շատ դուր է գալի այդ առումով, որ ոչ թե մենք պետքա այտենց կենտրոնանանք կառավարության վրա ու իրան dismantle անելու պետություններից ազատվելու մասին ենք խոսում, այլ խոսում ենք այն փոքր տեղերի մասին, որտեղ մեր ոնց որ պետությունը մեզ կառավարում է, բայց դրա նպատակը չկա, որ մենք կարանք ինքնակառավարվենք ստեղ, ինքներս այս հարցերը լուծենք, ոնց որ լուծում էինք հազարամյակներով, ու այդ մասերը քիչ-քիչ վերացնենք, ու երևի տենց շարժումով կարա գա հասնի այն գծին, երբ որ պետությունը լուծում է բուկվալն երկու հարց, առաջինը բան քոսեփականության հարցը, երկրորդը արտաքին պաշտպանության։ Իսկ սա մնացածը մեծ մասով կարա ինքնակառավարվի փոքր համայնքներով։ Ես չեմ հավատում, որ կարա ինքնակառավարվի։ Էլի եմ ասում, հենց մեկը այդ ռեսուրսների արդար բաշխումը շատ ավելի դժվար է լինելու։ Ասում ենք, չէ, հիմա 200,000 տարի մարդիկ ապրել են առանց պետության։ Հա, բայց 200,000 տարի այդ ռեսուրսների բաշխումը ինչ եղանակով ա եղել։ Բայց եղել է, չէ։ Հիմա չէ, դե էական է ինչ եղել։ Հիմա ուզում եմ ասել, արդար է եղել, թե ուժեղը թույլը։ Գուցե, բայց հիմա տենց չի, այսինքն էլի կա տարբեր տեղեր են։ Հիմա որոշակի կարգավորում է պետությունը մտցնում այդ հարցերում։ Այդ կարգավորումը մեծ էլի աշխատում է ուժեղի կողմ։ Չէ, հիմա տես քանի վատ կոռումպացված երկրներ կան, որոնք ոնց որ կոպիտ ասած բան են արել, ամեն ինչը լեգիտիմացրել են այդ մոդելը եւ ավելի մեծ մասսայական ոնց որ կոնվերի վրա են դրել բանը էքստրակտիվ ինստիտուտները ոնց Աճեմօղլուն ասում։ Դե լինում են, բայց նայ, ես մի հատ էլ բան ասեմ։ Ինչպես ասում եմ, մեն անգամ էլ ասացի եմ ոդկասթի, դա անոմալիա է։ Լավ պետությունը դա անոմալիա է։ Իրա պրինցիպի մեջ մի հատ բան կա, որը շատ ինձ թվում է ակնհայտ է, բայց դրա մասին շատ քիչ են խոսում, որ նայ մենք ունենք պետություն ու մենք որոշեցինք, որ այս ամբողջ պետության բոլոր որոշումները անում են ինչ որ մի քանի 100 հոգի, չեմ ասում դաժե մի հոգի, էլի, որտեվ շատ պետությունների միտողում մի հոգի է ցանում։ Այդ շատ խոցելի չի սարքում միլիոնավոր մարդկանց կյանքը, երբ որ դու կարաս թիրախավորելով ընդամենը մի քանի տասնյակ կամ հարյուրավոր մարդկանց կառավարես ամբողջ պետությունը։ Ես չեմ կարծում տեղ կա որ մի հոգի կամ 100 հոգի կառավարում, որտեվ կյանքը իրականում պատկերը միշտ ավելի բարդ է, հազար ու մի օբյեկտիվ բաներ կան, որ կարգավորում են։ Եթե ինձ թվում է, եթե դու կարաս նույնիսկ կառավարության 20-30%-ը կարողանաս թիրախավորես, որ իրանցով կառավարես, ինչ որ որոշումներ կայացնես, դու ահագին փոխում ես կուրսը երկրի ու բաներ ագենստվաները դրանով են զբաղվում մեծ մասով։ Իզուր չեն իրանք այդքան փոխհատկացնում հենց այդ գործունեության վրա։ Բայց արդյոք կառավարել էլի հարցը ինչ է էլի կառավարելը։ Դե
թեկուց շատ անգամ ուղղակի երկիրը իր շահերին դեմ։ Բայց օրինակ գործատուտ, օրինակ քեզ էլի կառավարում է, որ այդ կառավարության մեջ չի երկու ուզում եմ ասեմ ընտանիքում ինչ որ իշխանության մոդել կա եւ այլն, էլի այդ ամեն ինչը որ դու օրինակ ձևավորվում ես նաեւ ընտանիքում, բակում, չգիտեմ, այնտեղ իշխանության ինչ որ բաներ կան, էլի մոդելներ կան, դրա մեջ պետք է գամ Չոմսկի, որ ինքը ասում է, որ իշխանությունը պետք է արդարացնի իր գոյությունը անընդհատ։ Այսինքն եթե դու ընտանիքում ես ու ընտանիքի պատրիարխը դու զգում ես, որ ինքը ընտանիքը տանում է կոնստրուկտիվ ճանապարհով, ինքը արդարացնում է իր գոյությունը, բայց եթե չէ, կարող է պետքա որ ներգրավեն բոլոր մասնակիցները ընտանիքի որոշումների մեջ։ Դե լավ հետաքրքիր բան է, ասում են իմաստով ոնց է նաև տարբեր տեղերում ընտանիքը փոխվում, այսինքն որտեղ որ կնոջ աշխատուժի ազատականացումը ոնց է տեղի ունենում, որտեղ տեսնում են, չգիտեմ, ֆիզա աշխատանքով չի մենակ եւ այլ, բանը կապիտալիզմը հնարավորություն է տալիս, բաներ, չգիտեմ, մեքենաների մոտ, չգիտեմ, աշխատել եւ այլն, կնոջ եւ երեխայի աշխատուժը ազատականացվում է եւ հետեւաբար ինչ որ հավասարության է բերում հասարակությունում, էլի։ Որովհետեւ կներես մի հատ էլ բան ասեմ ու միտքդ ավարտես, աղջիկ ջան։ Բանը, որովհետեւ քո այդ ասած բանը ռեսուրսների բաշխման մասին, հա, ստե երկու բան, առաջինը, ու էսի լավ արգումենտ չի, բայց մի քիչ sense զգալու համար փոքր խմբերում միշտ այդ իդեալական աշխատումը առանց ոչ մի հիերարխիա։ Երբ որ դուք ընկերներով միտեղ գնում եք, դա մի բան է։ Մենակ փոքր խմբի ներսում է այդ հարցը լուծվում, բայց դրանք տարբեր խմբեր են, նույն տարածքում ապրող տարբեր խմբեր են։ Հասկանում, բայց այդ քո ասածը ինքը մյուս կողմից, էս էլ այդքան էլ լավ արգումենտ չի, բայց իրար հետ իրանք արդեն ինձ թվում է նորմալ աշխատում են։ Որ այդ քո մտավախությունը ռեսուրսների բաշխման կամ ուրիշ լիքը հարցերի, որը պետք է լուծի, իրանք նույն ձև բարձրաձայնում են, երբ որ դեմոկրատիկ սիստեմին են անցնում։ Ասում են, այդ ինչ երկիր պետք է լինի, որտեղ դու ներգրավում ես բոլորին, այն որ Game of Thrones-ում վերջում կայֆավատ անում է, բան, տիպը կարող բան կովս էլ պետք է ձեն ունենա, բան, sense, то есть այդտենց վերաբերմունք կար դրան ու կարողա մենք հիմա նույն ձև ինչ որ բայեսի մեջ ենք մտածելով, որ չի կարա աշխատի տենց սիստեմ առանց ուժեղ հիերարխիկ կազմի, բայց մենք ուղղակի չգիտենք, որովհետև մենք չենք փորձել վերջի 5000 տարին։ Օրինակ այդ տեսանկյունից նայելիս ես մտածում եմ, որ հենց վերանան պետությունները, սահմանները, օրինակ մեկը, որ տասնամյակներով կամ դարերով մտածել է, որ պետք է ոչնչացնի են կողքի ժողովրդին, Իրանից տարբեր մեկին, այդ հնարավորությունը ավելի հեշտ կկարողանա։ Նա ես մի հատ ճշտում ուղղակի բերեմ, որ ես հələ ոչ չեմ ասում պետությունների մասին։ Չէ, ինչի մասին ենք խոսում, պետության մասին ենք էլի խոսում։ Իզոմ պետության ներսի կազմի մասին է ասում ավելի շատ, որը կարա ընթացքում ինչ որ շատ ուտոպիկ աշխարհում բերի պետությունների վերացմանը, բայց այդ դեպքում այդ տարբերությունն էլ չի հայտնվի, որտեղ տարբերությունը շատ անգամ պետություններով են աշխատում։ Այո, ուզում եմ ասեմ, եթե պետություն չկա քո ասած արգումենտի դեպքում, էլի, եթե մենակ հո մեր պետությունը չկա։ Բայց դուք ո՞նց եք այդ անցումը պատկերացնում։ Դե չգիտեմ, դա արդեն ուրիշ բան, ես չեմ պատկերացնում, որովհետև իմ կարծիքով տեխնոլոգիապես եւ բնակչության առումով մենք նենց տեղում ենք, նաև ասենք ռեբերին բան անելով, որ այդ թակարդից դուրս գալ էլ գուցե հնարավոր չի, կամ չգիտեմ, ուզում ասեմ, քանի ատոմային ռումբ կա կամ մաս ոչնչացման զենքեր կան, այդ ում է մնալու։ Ես հաջորդել այսինքն ում որ մնաց, դա էլ դառնալու է կոպիտ ասած այդ պետությունը, էլի։ Դու ավելի տենց մեծ կետի գնացիր, ես ավելի փոքր էի ուզում ասեի, որ ասենք այդ հրանոցները, տանկերը ում ձեռքն է մնալու, էլի, ովքեր են դրանք տիրապետելու։ Չէ, հիմա փորձառություններ կա տարբեր երկրներում, որ տենց բան այն fail state-երում, որ տենց խառը իրար մեջ բաժանել են, ինչ որ գենգեր են, դա բան։ Իսկ այդ արդարը Դե արդարը իսկ դրանից առաջ արդարը դա էլ է հարցը։ Իսկ այն անգամ այրեք եմ ասում, նախորդ անգամ արդարությունից էինք խոսում։ Իսկ հիմա որտեղ չի արդարը։ Դե ինձ թվում է, որ այդ առնվազն պետության սահմանների ներսում ավելի հեշտ է լինում տենց իրավիճակները կառավարել, գուցե տենց գլոբալ ավելի անարդար է մեծ ու փոքր պետություններ թույլ եւ ուժեղ, բայց ներսում հնարավորինս ինձ թվում է, որ պետությունը տենց միակ համակարգն է, որը կարա ներսում այդ անարդարության բանը մաքսիմալ կոնտրոլ անի։ Ինչը կարա փոխի, որ ասում ես, շատ հիպոթետիկ բան է, բայց ինձ թվում է մի երկու տեղ եմ հանդիպել։ Մենք հիմա, այսինքն, այս պետության անհրաժեշտությունը որտեղից է գալի, նաև քո խոսքում է, էլի երևում, ինչ որ սպառնալիքի արկայությունից, արտաքին սպառնալիքի եւ այլնի,
Իսկ եթե այլ մոլորակայինները գան ու սա մարդկությունը ստիպված լինի ինքը որպես ինչ-որ սուբյեկտ լինի, որ արտաքին սպառնալիքը ընդեղից լինի։ Այդ ժամանակ հանգիստ այս պետությունների մոդելը կարող վերանա, որովհետև դու արդեն պետք է ինչ-որ լուծումներ գտնես, հիմա շատ հեքիաթային բան եմ ասում։ Հա, չէ, ինչի հեքիաթային բան է, ինքը ավելի շատ կասեի ինչ-որ գիտաֆանտաստիկ բան է, որովհետև ինքը արդեն շատ անգամ նույնիսկ մտածվել է դրա մասին։ Այսինքն նույն ՕՕՆ-ը, ՄԱԿ, հա, ՄԱԿ-ը ինքը դրա նախաշեմն է։ Դες մենք արդեն առաջի քարը դրել ենք ապագայում հնարավորության միավորելու, որովհետև ժամանակ կար, երբ որ ընդհանրապես մտածել տենց բանի մասին չէր կարելի, որ Ինչ են կալ մոլորակայիններից խոսում, եթե բնապահպանական գլոբալ սպառնալիքներ կան, որոնք էլի առնվազն պետքա մարդիկ սկսեն։ Վերջացնեմ, ես դաժե ալմորակայինների մասին չեմ ասում, չնայած ընդեկան ալմորակային, բայց ես ասում եի մի հատ սերիալի մասին, Expanse-ը կոչվում ու գրքերի շարքա, որը շատ լավն է գրքերի շարքը, շատ hard գիտաֆանտաստիկ է, ունդը նկարագրվում է ապագան, երբ որ մարդիկ արդեն կոլոնիա են հաստատել Մարսում ու աստերոիդների գոտում։ Ու աստերոիդների գոտուց բոլոր ռեսուրսներն են գալի, ու այդ մարդիկ ջրի դոստուպ չունեն, շատ վատ վիճակում են ապրում, Մարսը շատ միլիտարիստիկ տենց տեղ է, որտեղ իրանք փորձում են կոլոնիան ստեղծեն, որտեղ շատ դժվար է սերունդներով պետք է աշխատեն, իրանք շատ դիսցիպլինիրованные են, երկիրը արդեն գերբնակեցված է, բոլորը բան բազովի դախոդի վրա են, համալսարան ընդունվել է մենակ ծանոթով է, sense միջակա ու այնտեղ նկարագրվում է, որ այդ պահին երկիրը արդեն ՕՕՆ է, որտեղ դու արդեն ոչ թե ֆրանսիացի ես, ամերիկացի ես, դու երկիր մոլորակից ես, այնտեղ կա Մարս մոլորակ, այնտեղ կա աստերոիդ, արդեն դու կարաս sense տարբերես, որտեղ արդեն ավելի մեծ Դա ինքնության փոփոխություն, որտեղ մեծ մասով օրինակ Հունաստանում ժամանակ կար, երբ որ պոլիսներ էին ու մարդիկ իդենտիֆիկացնում են քաղաքով ուղակի, բայց հետո շատ հետո արդեն իրանք երկիր էին ու այդ քաղաքների ինքնությունը ձուլվեց այդ մեծի հետ, կարողա ձուլվելով լինի։ Դե որտեվ այդ անհրաժեշտությունը հայտնվեց արտաքին վտանգից։ Հիմա այդ է օրինակ էլի, որ արտաքին երբ որ ուրիշ կա ինչ-որ բան, որի հանդեպ դու կարաս քեզ սահմանես, ովքեր այդ տարածքում ինքնորոշվեցին, ովքեր էին իրանք։ Դե ոնց որ ինչի։ Ահա։ Ուզում եմ տանեմ բանին նաև ինքնության էլի։ Չէ, այստեղ մենք խոսում ենք ազգի ու պետության տարբերության։ Ուզում եմ ասեմ, այդ ինքնությունը մինչև էտել էին հույներ, բայց իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեն, հələ ավելի շատ էին իրար հետ պատերազմում, քան դրսի այլ ցանկացած սուբյեկտի հետ, այդ հույն լինելով։ Բայց այդտեղ հարցը ինչ է, այսինքն այդ մոդելը որտեղ է փոփոխվում եւ ինչ պայմաններում, որտեվ ըստ էության հայտնվում է բանը, կապիտալիզմը եւ ազգային պետությունը։ Գա հայտնվում է բյուրոկրատիայի ինչ որ նախնական տարբերակ, այս բանը սիրելի Մաքս Վեբերի բաներն են էլի մտքերն են, որ ասում է ըստ էության ու բան էլ կա, այս վերջերս որ խոսում ենք սոցիալական արդարացություն, շեղվում եմ, բայց էլի ինչ որ միտք եկավ, ասում երբեք չի մտածել, ասում նկատել եք որ աշխատասիրությունը այդ վերջի 100 տարվա արժանիքն է էլի 200, այսինքն որ 5 գրականություն կարդաս, ոչ մի տեղ չի ասում, այս մարդը աշխատասեր էր, ինչպեսի բան էլի, տենց ինչ էի ուզում ասեի, դες որ ասում ինչն ինձ թվում է էլի կոնցեպտուալ մակարդակում հակասությունը մեր ասածների, ոնց որ դու ասում ես պետությունը կա եւ դա տենց մոդել է, որը լավ է ու համեմատած է։ Ես գլոբալ դրա հետ համաձայն եմ, բայց որ այդ պատմական կոնտեքստը ասում եմ, որ 200,000 տարի մոտ ապրել ենք առանց պետության ու շատ, ում ասեմ ինչի օրինակ նույն 500 տարի հետո այս մոդելը կարա հանգիստ դադարի եւ ուրիշ մոդելի անցնենք։ Այսինքն չի նշանակում, որ սա ինչ որ միտեղ ենք հասել եւ անփոփոխելի էվոլյուցիոն ինչ որ բարձրակետում ենք եւ էլ չի զարգանում։ AI-ի, չգիտեմ, նենց կարա տրանսֆորմացիա, ալմոլորակայինի բան չունենք, փաստահեմ բան չունենք, AI ինչ որ զարգացման բաներ ունենք, ու տենց մարդիկ վտանգների մասին են խոսում, ովքեր վերան աշխատում են եւ այլն։ Չգիտեմ, կարող է այդ մոդելը երկիր մոլորակի վրա ամբողջությամբ պետության բանը փոխում։ Հիմա մենք սկզբի ու հնարավոր ավարտի մասին ենք ոնց որ խոսում, բայց մենք ես ավելի շատ ուզում եմ շեշտել, որ դա պայմանականություն է պետությունը, էլի, ոչ թե տենց բացառիկ։ Այս մտածելակերպը ես հասկանում եմ արդեն ուր ես ուզում տանես։ Նրա մասին որ մեկա մենք այս պերիոդի մեջ ենք ու այս պետությունների պարադիգմայում ենք ապրելու։ Բայց շատ կարևոր է անցնել դա այդ պարադիգման ինքը պայմանականություն է, ու չեմ ասում հաստատ պայմանականություն։ Թե վсё բան է, ինչ որ ժամանակավոր բնույթ ունեցող բան։ Կարող է ժամանակավոր է, բայց մենք այդ ժամանակի մեջ ենք ապրում, ոնց որ պետք է հասկանալ հիմա այս պահին։ Բայց կարող է Մի հատ այն կոմենտից նորից կգրեք էլի, թողեք այդ աղջիկը միտքը ավարտի։ Ես արդեն ինձ էլ վերաբերում։ Դե ավարտի։ Ավարտեմ։ Ասածս նրա մասին էր, որ
ինչ որ մի հանգամանքում, ինչ որ միտեղ պետությունը ձևավորվել է Եվրոպայում կամ Ասիայում ինչ որ մի բանի համար ձևավորվել է։ Եվ հիմա ունի ֆունկցիա։ Ինչ ֆունկցիա ունի։ Առաջինը ինձ թվում է անվտանգության ապահովումն է, ես էլի դրան եմ գնում։ Երկրորդը գուցե նաև զուգահեռ անվտանգության ապահովմանը ինքնության պահպանումն է, որովհետև եթե նույնիսկ ասենք ֆրանսիացիները կամ հույները իրար հետ իրար ներսում կռվել են, ի վերջո իրանք մի պետության մեջ են համախմբվել ու հազարամյակի ընթացքում ձևավորվել է կներես իրանց ընդհանուր համատեղ հիշողությունը պահպանում այլ գուցե կերտումն է, որովհետև որ նայում ես պետությունը առաջանում է այնտեղ, որտեղ որ ասում ես, որտեղ որ առաջանում է այդ բանը, էլի, ազգային ինքնությունը։ Իսկն այս պետությունն էլ այդ մոդելը կան ժողովուրդներ, որոնց ինքնության կերտումը ավարտված է, թե բոլորինը ընթացքի մեջ է։ Չէ, չեմ ասում կերտել եւ պահպանելը, բայց այսինքն այնպես չի եղել, որ այդ ինքնությունը նույն չգիտեմ ֆրանսիացի հույնի, այսինքն պետության մեջ է սկսել ինքը կերտվել եւ պահպանվել, որովհետեւ բանը այդ կարևոր ֆունկցիան նաեւ որ ասում ես պահպանումը, մեն այնպես չի որ կար։ Այսինքն հույները, քո ասած պոլիսներում որ ապրում են, չգիտեմ, չնայած դա էլ է պետություն, էլի, այսինքն չգիտեմ ինչ ենք դա բանանում ասում պետություն չի, բայց չգիտեմ ինչ որ ժամանակակից պետության մոդելը չի լավ, այդ ինչ որ մոդելներով ապրում են եւ այդ ինքնությունը գուցե համընդհանուր հույնի չկար, չնայած էլի ինչ որ արդեն փիլիսոփաներ կան, որ դրա մասին խոսում են կոսմոպոլիտիզմի բանի մասին, դա էլ գալիս է օրինակ, չգիտեմ, մակեդոնացի, որ ինչ որ բանա գրավում, կայսրություն է ստեղծում, սկսում են ասել, որ մենք մի այդպես մեծ ինքնության մաս ենք, էլի, կտիեզերական կերտվել սկզբում ու պահպանել։ Հա, բայց դու ասում ես ազգային հիմա այդ նույնը պետության մեջ չկան այլ ինքնություններ, նույն չգիտեմ, քո ասած մարդիկ կան կոսմոպոլիտիզմի ինքնություն ունեն, այսինքն իրանք հենց այդ պետության մեջ գտնում են, որ պատկանում են ամբողջ աշխարհին։ Ավելի մենք ունենք ազգեր, որոնք չունեն պետություն ու պահպանում են ինքնությունը, ունենք ազգեր, որոնք կորցրել են պետություն, ներառյալ մեզ պահպանել են ինքնությունը հետևակայություններ են, բայց երևի թե այդքան էլ լավ արգումենտ չի, որտեղ մեծ մասը չեն պահպանել։ Կան ազգեր, որոնք այն պետությունները, որոնք վերացել են, իրանց մեծ մասը, դե պետությունն էլի տենց շատ լայն իմաստով, հա, ինչ որ տենց բաբիլոնյան բան, ինչ որ տենց վիճակներ, իրանց մեծ մասը ազգությունը չի պահպանվել։ Լավ, եկեք ոչ թե սենց համընդհանուր քննարկենք, այլ ես ուզում եմ Հայաստանի համատեքստում քննարկենք Հայաստանի Հանրապետություն։ Արի դաժե Հայաստանի չէ, արի դաժե ավելի պրովոկատիվ թեմա, Արցախի բան, օրինակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ինքը էս բան չկա, որտեվ չկա տարածք, հա, եթե մեզ պետք է այդ 3 բաղադրիչը, ինքը կար դրանից առաջ, որովհետև կար տարածք, ազգ ու ինչ որ կար տարածք, կար այդ տարածքում բնակչություն եւ կար ինչ որ ինստիտուտներ, իշխանություն, հա, չկար ինչ որ երկրների կողմից չկար ընդունվածություն, բայց դե այդ քո ասած բոլոր կրիտերիաներին համապատասխան էր։ Ну սուվերենությունը կարելի է իհարկե բան անել, բայց ինձ թվում է կար այսինքն։ Ոստեղ մենք արդեն շատ հետաքրքիր թեմայի մեջ ենք մտնում, որը իհարկե դժվար է առանց ինչ որ տենց էմոցիաների խոսալ, բայց եթե մենք ուղղակի որպես հետազոտող նայենք դրան, դու ունես հայ մարդկանց, բայց ունես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, որոնց ինքնությունը պահպանվելու է հիմա որպես հայ, բայց արդյոք պահպանվելու է որպես արցախցի։ Արդեն շատ եթե ավելի լայն վերցնենք Սփյուռքի թեման, ոնց որ արցախցիների դեպքում այտենց մի հատ շատ վատ բան կա, ձևակերպում կա, բայց ինձ թվում է արժե ստեղ ասել, ասում է արցախցիները տեղ ունեին գնալու, ոնց որ երկրորդ հայրենիք ունեին արցախցիները։ Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերը չունեն տեղ գնալու։ Իրանց միակ տարածքը էս է։ Ես դրա համար եմ ասում Հայաստանի Հանրապետության օրինակով քննարկենք։ Նույնը Սփյուռքի հայությունը ինքը գիտի, որ ունի տուն։ Ու ես կարծում եմ արցախցիներն էլ են իմացել, որ իրանք բացի Արցախից ունեն եւս մեկ տուն, որտեղ կարան գնան, ունեն թիկունք, ունեն խորություն։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում ապրողները չունեն այդ երկրորդ հայրենիքը, ոնց որ մենք այդ առումով շատ հարուստ էինք, որտեղ 2 հայրենիք ունեինք, 2 տուն ունեինք, մեկը կորցնեինք, մյուսը կար։ Իհարկե շատ վատ է հնչում այդ։ Հա, բայց մեկ այդ ունիկալ իրականությունը, հա։ Հա, դրա համար ես չեմ քննարկի քո ասած տարբերակը եւ նորից կասեմ Հայաստանի Հանրապետության բան իմաստի մասը քննարկենք։ Ինչի համար կա Հայաստանի Հանրապետությունը։ Արդյոք իր առաջնային ֆունկցիաներից մեկը հայի ինքնության պահպանությունը չի, համահավաք ինքնության։ Ոստեղ հա կան ասորիներ, կան եզդիներ, որոնք իրենց առանձին ինքնություն ունեն, բայց հարց իրենց ինքնությունը ավելի երկար ժամանակ կմնա անսասան, կպահպանվի, թե այն ժողովուրդներինը, որոնք ունեն պետություն։ Ստե ես մի հատ մտքով եմ ուզում կիսվեմ, որը
կարող է սխալ է, բայց իմը տենց տպավորություն է, որ ոնց որ այսօրվա կառավարությունը կեղծ դիխոտոմիա է դրել ազգայնականի ու պետականի, ոնց որ շատ անգամ ես տենց ոնց որ տակից տենց խոսակցություն եմ լսում, որ այդ ինքնությունից շատ կարճելը նամանավանդ այն ինքնության բաղադրիչների, որոնք անցյալ են նայում, այդ ինքնությունից կարճելը հակադրվում է պետականությանը։ Դե այդ ինքնություն վերաձևակերպում է։ Որնա մեր ինքնասայի այդտեղ ինչ տրամաբանական խնդիր եմ քո ասածին մեջ տեսնում էլի, որ ասում ես ինքնության պահպանումն է։ Հիմա կարանք ասենք էլի ինքնության պահպանումն է, այսինքն այդ ինքնությունը բայց որն է, այսինքն կարելի է փոխել ինքնությունը եւ պահպանել այդ ինքնությունը։ Այսինքն ինքնությունը կարող է ինքն իրան փոխվի։ Ուզում եմ ասեմ ինքը էլի չի կանգնում էլի։ Որն է մեր ինքնության, որոնք են մեր ինքնության բնութագրիչները։ Չգիտեմ, դրա համար Գիտեմ դու ասա, ուզում եմ ասեմ հիմա կարող է ես եմ ավել բան եմ դնում, ասում ես չէ, եկեք թվարկենք որն է։ Չէ, ես ուզում եմ ասեմ չկա առասարակ որևէ բան էլի, որ էնցիկլոպեդիկ բան, որ սա հայ ինքնության բանն է, կամ նույն որ ասում ենք պետությունը, չկա որ ասում ենք, չգիտեմ, էլի տարածք բնակչություն, սուվերենություն, էլի ինքը վիճելի է, նույն սուվերենությունը ինչ է, էլի դրա համար Ստեղ մի հատ չեզնա որ մենք ընկնեինք, դες sense բան կա սահմանումների գորշ զոնայի գաղափարը կա, երբ որ մենք փորձում ենք սահմանենք նենց բան, որը մենք մոտավորապես հասկանում ենք ինչի մասին է խոսքը։ Այսինքն եթե մենք հիմա ինքնությունը փորձենք բացենք, մենք սկսելու ենք երկար խոսակցություն, որը կարող է արժի առանձին վիպուսկով անել, բայց երբ որ մարդիկ ասում են ինքնություն, իրանք մոտավորապես իրար հասկանում են։ Այսինքն իրան սահմանելու նպատակը չկա։ Ինքնության պահպանումը դրա համար եմ ասում, այսինքն պահպանում ինչ ենք, որ ինքնությունը ոնց կա տենց մնա, եթե այդ ինքնությունը փոխվում է։ Չէ, կան բաղադրիչներ, որոնք եթե փոխվում են, դու ոնց որ այլևս չես համարվում հայ, օրինակ։ Okay, Չկան տենց բաներ։ Չգիտեմ, ես տեսեի պարադոքսն է լինելու, որովհետեւ չեմ, օրինակ ինչ դեպքում չես համարում, այն անգամ որ խոսում ենք, ասում եթե հիմա մարդը հայերեն չգիտի, աթեիստ է, եւ չգիտեմ, հայրի ընտանիքում ծնվել, չեմ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա ծնվել է, աթեիստ է, էլ ինչն ենք, չգիտեմ, եթե կրոն եւ լեզուն ենք բացի ուրիշ ինչ։ Մշակույթն է, չգիտեմ, ապրում է ուրիշ դետելումս ավելացնում ես ինչ-որ բան։ Ու լիքը կարամ ավելացնեմ, որոնք բնութագրում են հիմա։ Դու ինձ կարաս ասես ոնց բան անեմ։ Հիմա այդ մարդը դառավ հայ չի էլի երբեք։ Լսի, հայը ու ադրբեջանցին ինչով են իրարից տարբերվում։ Դու ասա, չգիտեմ։ Չէ, քեզ եմ հարցնում։ Դե հայն ու եզդին ինչով են իրար տարբերվում։ Ինչ ես ադրբեջանցի դնում, որովհետև քո ինքնությունը դու պայմանավորում ես իրանով։ Եվ հայն ու եզդին ինչով են տարբերվում։ Լեզվով տարբերվում են, կրոնով տարբերվում են։ Կա, էլի տրամաբանությամբ, ինչ ենք մենք մեր այսինքն մենք առհասարակ ցանկացած տրամ հայի ադրբեջանցու չէ։ Այսինքն մեր ինքնությունը կախված է դիմացինի հակառակվելուց։ Այս շատ լավ բանակետ է, որովհետև նայ տարբեր պետությունների բնակչությունը, տարբեր ազգերը ինքնությունը տարբեր բաներով են որոշում։ Օրինակ հայերը ունեն մի հատ մեծ առավելություն, մի քիչ sense nerd mode-on է հիմա մոտեցնելու, որ հայկական հայոց լեզուն ինքը լեզու է, բայց նաև խումբ է, ինքը լեզվական խումբ է, որի միակ լեզուն հայերենն է։ Տենց կան խմբեր, օրինակ հուներենը էլի միակ այդ խմբի լեզուն հուներենն է։ Ինքը չի տարանջատվել, որովհետև շատ հին լեզու է։ Այսինքն եթե դու մենք խոսում ենք ռոմանիկ լեզուների մասին, դու ունես անգլերեն, ֆրանսերեն, իրանք տենց շատ են այդ խմբի պատկանող։ Բայց մենք կարանք մեր ինքնությունը լեզվով օրինակ չափենք ու նույն ժամանակաշրջաններ կային, որ ինչ որ տարածքում չէին խոսում հայերեն, գալիս էր թագավորեն ժամանակվա ու ստիպում էր որ իրանք սովորեն հայերեն, որովհետև առանց դրա դու չես կարող ինքնությունը պահպանես։ Կան ուրիշ տարբերակներ, օրինակ եզդիները շատ լավ օրինակ է, որովհետև իրանք էթնիկ կրոնական խումբ են։ Իրանք էթնոսով իրանք քուրդ են, բայց առանց իրանք կրոնի, որը դու չես կարող ըմբռնես, դու պետքա ծնվես այդ կրոնի մեջ, դու չես կարող լինես եզդի։ Նույն ձև օրինակ հրեաների մոտ է, չէ՞, դու չես կարող առանց իրանք կրոնի լինես հրեա։ Այսինքն ինքը այդտեն սահմանած մեր մոտ կրոնը ինքը ցանկալի է, բայց պարտադիր չի։ Առանց կրոնի կարաս լինես հրեա, գուցե կամ կարող Իսկն հիմա ոնց է հրեական ռեպատրիացիա, Իսրայելի ռեպատրիացիա գաղափարը, եթե որ նայում ես, ասում է, թե ինչ որ ակունքներով քո ցապացուցում ես, որ ինչ որ պապը բայց դու պետքա պահում մեկա դառնաս իրանց ոնց որ բան, սինագոգայի անդամ պետքա դառնաս։
լազման չկա։ Լավ, ես կարող սխալվում եմ։ այդ հարցին դուք ո՞նց եք պատասխանում ով եմ ես։ Ու մի հատ քո այդ բան, Տիգրանին մի հատ բան ասեմ, հայ ես մտածում եմ, որ ինքնությունը այնա ոնց որ տարանջատումը, ես այն եմ, ինչ որ ես չեմ։ Ես ադրբեջանցի չեմ, որովհետև ես էս բաների կրողն եմ, էս լեզուն ունեմ, էս մշակույթ ունեմ, էս հիշողություն ունեմ։ Ես դեմ չեմ հիմա լավ ադրբեջանցու ինքնությունը, որ փոխվի քոնն էլ, փոխվելու։ Ոնց է կոչվում որ ադրբեջանցին դառնա, միջով։ դա absurd բաներ եմ ասում, բայց ուզում եմ ասեմ, եթե դու պայմանավորվում ես քն ադրբեջանցու կամ, չգիտեմ, պարսիկի ինքնությունը փոխվի քոնն էլ, սկսելու փոխվել։ Եվ այդ դեպքում պետք է պետությունը պահպանի քո ինքնությունը, որը փոխվում է։ Չէ, մի րոպե, դա շատ կարևոր բան կա, ոնց կարա այդ ինքնությունը հիմնովին փոխվի, չի կարա հիմնովին փոխվի։ Ստե մի հատ էլ բան կա, որ երբ որ դու հարց ես տալի ով եմ ես, դե մենք լրիվ ուրիշ տեղ ենք գնում, որովհետև իմ հիմնովին չի կարա, ինչի 70 տարի առաջ ազգային չի։ Ինքը նաև օրինակ Երևանյան է։ Ես Երևանցի եմ։ Ես Վանաձորչի չեմ։ Ես հայ եմ, ինքն էլ է հայ, ես էլ եմ հայ, բայց ես Երևանցի, ինքը ավանդոր։ Ես նաև ինքնություն ունեմ, որպես, չգիտեմ, ռոք լսող կամ վիդեո խաղեր խաղացող։ Իմ ինքնությունը շատ անկապ բաներից է բաղկացած, եթե անձնական ենք վերցնում։ Ազգային ինքնություն։ Եթե մենք խոսում ենք ընդհանուր տարի առաջ, 90 տարի առաջ խորհրդային միությունում, բացի այդ ազգայինից կար նաև մի հատ մեծ շերտ խորհրդային միության ինքնությունը, սովետական մարդ, որը շատ ուժեղ ինքնություն է մարդիկա միջև հիմա պահպան։ Կարանք տասնյակ ինքնություններ թվարկենք, ասում եմ ազգային ինքնությունը։ Ազգային ինքնություն իմ ասում եմ պետություն է եղել, դու ասում ես պետության մեջ ինքնության պահպանումն է, չէ՞։ Ասում հայերի ինքնությունը ո՞ն է։ Հայերի ինքնություն, ասում ես պետության այս նպատակը հայկական ինքնություն պահելն է։ Հիմա խորհրդային միությունում էլ խորհրդային միության ինքնություն պահելն էր։ Իսկ այնտեղ ազգային ինքնության մասին չէ։ Խորհրդային միության մեջ կար Հայաստանի հասկանում եմ, որ ուրիշ ձև ինձ թվում է չես կարող պատասխանել, որ միջև պետականություն մեր ինքնության միակ չափելի բանը լեզուն էր։ Ուրիշ ոչ մի բանով դու չէր կարող չափել, որովհետև կրոնը փոխվել է, շատ բաներ փոխվել է, բայց լեզուն ու մեր լեզուն քանի որ շատ հին է ու հենց մեր ազգության ինքնության կերտումից կար։ 301 թվից էս կողմ մեր ինքնության բաղադրիչներից մեկը նաև կրոնն է։ Այդքան էլ չէ։ Դա մեծ փոփոխություն է, այսինքն այդ կրոնը հա, բայց այդ կրոնը այնպես չի, որ հիմիկվա անկալմամբ կրոնն է եւ նաև այն, որ այն ժամանակ շատ ավելի կենտրոնացած էր կրոնի վրա։ Այսինքն 301 թվականին, չգիտեմ, 451 թվականին, 600 թվականին շուտ տեղեր ավելի կարևոր է, օրինակ դու մոնոֆիզիտ ես, թե դիաֆիզիտ ես, այսինքն այդ Քաղկեդոնի ժողովում որ խումն ես, այսինքն մենակ քրիստոնյան չէր, էդ էլ էր ինքնության մասը արդեն դա։ Միջև բանա ընթերցումի լայնատարածությունը, երբ որ բոլորը կարողանում են ընթերցեին, նույնիսկ 301-ից հետո այդ չի նշանակում, որ բոլորը դառան քրիստոնյա։ Հայերից գալի մասը խառնում էր կրոնները հաստատ, այդ շատ երկար խնդիր էր, որ իրանք համ էսա, համ մի քիչ էլ նա, միջև հիմա այդ իմ նկարագրած օրինակում, որ մարդիկ sense իրանք համ քրիստոնյա են, համ իրանք կշեռք են։ Այդ նույն այդ բանի շարունակությունն է, որ եթե քո ինքնությունը մենակ կրոնով կարողանար սահմանափակել, քեզ էլ ոչ մի բան պետք չի լինի։ Տիգրանի հարցը հետաքրքիր է, ասում է, եթե դիմացինի ինքնությունը փոխվում է, քոնն էլ է փոխվում, թե չէ։ Մի հատ կասես, որ բաղադրիչներով է փոխվում։ Չէ, ես չեմ կոնկրետացնում, ես քեզ եմ ասում, ես ոչ թե իմ ասելիքը են, ես փորձում եմ տրամաբանության բանը հիմքերը բանանել, որովհետև եթե դու քո ինքնությունը կառուցում ես դիմացինի վրա, ասում ես ես չեմ, եթե SSS-ը փոխվում է, չէ, պարտադիր չի որ կառուցես դիմացինի վրա, դրանք զուգահեռ կառուցվում են, չէ։ Զուգահեռ կառուցվում են, զուգահեռ իմ խնդիրը ինչն է, այստեղ, որ մենք քննարկում ենք հենց Հայաստանի Հանրապետության, այսինքն այդ զուգահեռ կառուցվելը մեզ չի տալու պատասխան, այդ մնացած տեղերը ոնց է կառուցվում։ Հա, էլի։ Այսինքն մենք եթե խոսում ենք պետության, բանի սուվերենության գաղափարի մասին, մենք եթե կենտրոնանում ենք մենակ Հայաստանի պատմական օրինակի վրա, դա մեզ բացարձակ պատասխանը չի տալու, էլի։ Ինձ թվում է։ Բայց վերադառնալով, որ դու ասում ես պետության ֆունկցիաներից մեկը ինքնության պահպանումն է, կարող է ինքնությունը մի քիչ շատ բան է, այտենց շատ այդ առումով դժվար է հասկանալ ինչի մասին ենք մենք այստեղ խոսում, բայց ինչ որ մշակութային պահպանման ոնց որ ֆունկցիա ունի պետությունը։ Դե ավանդույթների պահպանման։ Ես խնդիր եմ տենում օրինակ, որ դուք չեք սահմանում ինքնությունը։
Դե ես սահմանեցի, նայ միջև պետականություն։ Տանում ես մշակույթից ես սկսում խոսալ։ Չէ, ես ուրիշ բան ասացի, ես ասում եմ միջև պետականություն, մենակ լեզուն, որտեվ այդ լեզվով էլ ոչ մեկ չէր խոսում, իսկ մենք մենակ այդ լեզվով էինք խոսում։ Այսինքն դու դրանով շատ հեշտ կարաս քո ինքնությունը, ասենց ինքը բավարար ու այն մյուսը բավարար եւ необходимо и достаточно։ Անհրաժեշտ եւ բավարար պայմանները, որ դու այ ինքնությունը տարանջատես։ Լավ, հիմա մենակ լեզվով, ասենք որ եթե մենակ լեզուն է եղել, հիմա ինչ որ միտեղ ասենք պետություն չլինի, բոլոր հայերին բնորոշող ինքնության մասնիկը լինի լեզուն։ Ինչքան ժամանակ այդ լեզուն կմնա։ Այդ զուլվելու ռիսկը չի մեծանում։ Փորձը ցույց է տալու, չէ, բայց հիմա փորձ ունենք, որ ինչքան է պետությունը չի եղել, եւ այդ լեզուն մնացել է։ Եթե լեզուն կորի, ես չեմ մտածում, որ ինքնությունը հիմա էլի իհարկե պատմական կոնտեքստը փոխվել է եւ գուցե ռիսկերը ավելի շատ են, բայց ուզում եմ ասեմ, մեր մոտ այդ չգիտեմ։ Իսկ եթե պետություն չլներ, այդ ինչքան կշարունակվեր։ Բան ասեմ, որ ինձ սխալ չհասկանալի, որովհետև ես շատ, քանի որ ես էլ դուրս ապրած ու շատ Սփյուռքից մարդկանց տեսած մարդ եմ, ես չեմ ուզում տենց սխալ ընկալվի, ես չեմ ասում, որ այն հայը, որ չի խոսում հայերեն, ինքը կորցրել է իր ինքնությունը, որովհետև ինքը всё еще доступը ունի լեզվի։ Եթե ինքը սկսի սիստեմային վերածվել լեզուն, օրինակ Սփյուռքում, հա, եթե եկեղեցիները որտեղ դաս են տալի հայերենը, իրանք չլինեն ու այդ կենտրոնները կորեն, Սփյուռքի հայությունը միանգամից կապը կորցնելու է։ Բայց այդտեղ խնդիրը էլի է, այսինքն համայնքի հետ կապված, համայնքի սուբյեկտի հետ է կապված այդ լեզուն, այսինքն լեզվի կրոնի ինքնությունը, այսինքն մեր տեսել ենք պահպանվել է, որտեղ համայնքը համակարգված, սուբյեկտայնացված եղել է։ Այդ համայնքները չեն կանգնել փլուզվելու ռիսկի առաջ։ Դե ես իմ շատ վիճելի է, ինձ թվում է չէ։ Որովհետև հիմա նորից ինչ ենք ասում, որ պետությունը չլինի։ Կհասկանալ, բա ինչա դրա տեղը լինելու, էլի։ Հիմա եթե ինչ որ բան է, միջազգային մոդել է, ոչ թե մեզ մեկը ինչ որ գալիս է, ստրկացնում է եւ այն նպատակով, որ պետք է ամեն ինչ վերացնի, էլի։ Ինչ գիտեմ, կոմունիստական ինտերնացիոնալը։ Էլի տեսնում ենք, որ ստեղ այդ համայնքը չնայած նրա որ ասում են ազգ չկար, կար, չգիտեմ, բանվոր դասակարգ, ովքեր պետքա կապիտալիստների շահագործողների դեմ պայքարեն, ազգը առհասարակ բանա բուրժուական կոնցեպտ է ըստ մարքսիզմի եւ դա ինչ որ բանա օգտագործվում է հարուստներին հարստացնելու համար եւ այլն եւ այլն։ Տեսնում ենք, որ լեզուն որպես համայնք պահպանվել է, բանը պահպանվել է, այսինքն նաև ազգայնականության ինչ որ ազգային ինքնության ինչ որ հիմքեր են դրվել։ Բավականաչափ որ Արցախի շարժումը սկսի հենց փլուզումից հետո։ Չէ, բացի, ասենք ունեցել ենք առաջ, չգիտեմ, ազգային օպերա, ազգային պատկերասրահ, չգիտեմ, ազգային, այսինքն մշակութային ճարտարապետություն, այդ մշակութային շատ սուբյեկտներ ձևավորվել են այնպիսի պետությունում մեր ինքնության համար կարևոր, որը առհասարակ ազգային պետություն չէր։ Դրա համար շատ վիճելի է ասել, որ այս ազգային այս պետությունը բան է, էլի միայն ինքնության պահպանման մասին է։ Իսկ մենակ ես կար այդ հարցը լուծի։ Հա, ստե ես հիմա հասկացա ինչ նկատի ունես, այսինքն սովետական ժամանակաշրջանում մենք բան ոնց որ վապրիկի պետության բան ինքնությունը չպահպանելու ցանկությանը մենք պահպանել ենք։ Այսինքն արդյոք վապրիկի էր, չգիտեմ, ուզում ասեմ մեր ինքնության վրա շատ մեծ խորհրդային միությունը կոնսոլիդացիա է ազգային ինքնության վրա ազդեցություն ունեցել։ Հավետ խորհրդային միության երկրներում տիտուլային ազգեր են եղել։ Ասենք Հայաստանում տիտուլային ազգը եղել են հայերը, Ադրբեջանում եղել են ադրբեջանցիները։ Իհարկե ավելի հեշտ է եղել կոմունիկացիան գնացել, եկել են իրար երկրներում ապրել են, բայց մեկը մեծ մասը ստեղ եղել են հայեր։ Մի հատ նյուանս կա, հենց սովետական, եթե մենք պետության մասին ենք խոսում, որ լենինիզմի вообще գաղափարի մեջ ու կարող այդ մարքսի մոդել կար, բայց իդեան էր որ հա ազգային կոնցեպտը ինքը ոնց որ պետքա անցողիկ լինի, բայց ինքը պետքա լինի։ Այդ պատճառով ամենասկզբում ցեղերը, որոնք լեզու չունեին, սովետական միությունը իրանց համար լեզու էր ստեղծում, որ իրանց անցկացնի ազգային ժամանակաշրջանի մեջ, որ իրանք հասնեն ինտերնացիոնալի։ Իրանց մոտ իհարկե կար բայես, իրանք մտածում էին, որ Ռուսաստանը անցել է ազգային ժամանակաշրջանը, ինչում իրանք շատ մեծ սխալ գործեցին, ինքն ընդհանրապես չէր անցել, բայց կարող է այդ պահը, որ ինչ որ երկրներում այդ ազգային շարժումները պահպանվում են, այն նպատակով էին, որ իրանք անցկացնեն այդ պետությունները դրա մեջ։ Ադրբեջանը այդ օրինակներից մեկն է։ Բայց իմ ասածն է, որ մեկը Հայաստանի
առանձին տարածքում հայերը ինքնորոշված էին։ Okay, դե դեմ ասում համայնքային սուբյեկտի բանն է, այսինքն ինքը որպես համայնք առանձին ինքնաաճ, գիտեմ, կարգավորման բարձր կառավարման ինչ-որ սուբյեկտ ուներ եւ դրա հաշվին, այո։ Այսինքն ինքը մենակ արտաքին մեծ հաշվով մենակ արտաքին քաղաքականության հարցերով չէր կարա առանձին որոշում կայացներ։ Այդպես չի, բայց okay։ Չէ, էլի նա գիտական շրջաններում, մշակութային շրջաններում ճնշումներ կային, հա, մենք գիտենք այդ Չարենցի պատմությունը, գիտենք էլի գիտական լիքը պատմություններ գիտենք, որ ուղղորդվում էր, որ շատ ու չէր կարա։ Տնտեսության կազմակերպումն էլ, այսինքն տնտեսության կազմակերպումը այնպես չի, որ դու բան ես էլի, քո համար առանձին է, հա։ Կրթությունով տնտեսագետ էր ու միշտ բողոքվեր, որ սովետական միության մեջ ամենաանպետք մասնագիտությունն էր։ Ուզում ասեմ նույն այդ պլանները գծվում էին վերևներից եւ իշխում ինչ։ Լավ, հիմա երբ որ ես ասում եմ անվտանգություն, ինքնություն, դու չես ասում չէ դրանք չեն, դու ասում ես մենակ դրանք չեն, հո մենակ դրա համար չի, չէ։ Չէ, ասելով դրանք էլի պայմանական եւ փոփոխելի։ Այսինքն նույն անվտանգությունը պրակտիկայում ես գտնում եմ խորհրդային միությունը այս ազգային ինքնության վրա շատ մեծ բան է ունեցել, շատ մեծ ազդեցություն, կարող է մինչև, ասենք առաջին հանրապետությունում կարող է չի եղել, տենց այդ կոտև կարճատև ա եղել, մինչև այդ որովհետև հստակ պետական իշխանությունը տենց բան ա եղել, այսինքն ուժ ձև ա կազմակերպված եղել, կայսրության կազմի մեջ է եղել, բայց դուրս է գալի, որ պետությունը, որ ազգային պետություն չէր, շատ մեծ ազդեցություն է ունեցել ազգային ինքնության ձևավորման, փոփոխման, չգիտեմ, այսինքն բանի վրա, այսինքն պահպանել, այլ նաև կերտել դաժե ստացվում է։ Ինձ թվում է կերտել է շատ բաներ, էլի, որ մենք ունենք Հայաստանի 3-րդ հանրապետություն, ինչի համար է Հայաստանի 3-րդ հանրապետությունը։ Նայ, էլի ինձ թվում է, որ բան է, առաջինը պետք է հասկանալ, որ էլի պետությունները տարբեր նպատակներով են այսօրվա օրով Բայց արդյոք նպատակով են։ Օրինակ այդ շատ բան է, հունական կամ Աբրահամ փիլիսոփայական կամ Աբրահամը, որ ինչ-որ Արիստոտելն է շատ բան ասում, ամեն ինչ տելեոս էլի, ինչ-որ նպատակ ունի, ինչ-որ տեղ գնալու է, իրա ասում էր օրինակ հենց մարդիկ քաղաքակիրթույների նպատակը այդ պետությունն է, էլի բան, պոլիսն է, որտեղ մարդը ինքն իրան իրացվում է, որպես քաղաքական կենթանի, այդ իրա իրացվելու տեղն է, այդ է։ Բայց արդյոք հիմա մենք որ պետությունը օրինակ ես որ ասում էի, բանը, ես այդպես հեռու չեմ այդ մտքից, որ կարող է ինքը իսկականից թակարդ է։ Ոչ թե նպատակ է, այլ թակարդ է գուցե ինստիտուտների։ Ոնց որ բանը, ժիրաֆի կարճ վիզը, որ այն ժիրաֆները, որոնք կարճ վիզ ունեին, իրանք չեն կարա գոյատևեն, բայց ինչ որ տես զուգադիպելա, տենց տեսակ կար, բայց իրանք չէին կարա գոյատևեն, ու պետությունը այդտենց թակարդ է, որտեղ մենք հանկարծակի մտել ենք ու կարող է երբեք դուրս չգանք։ Դրա համար կարևոր է որ Հայաստանի պետության մասին չի առասարակ պետության, որովհետև հիմա հա, այսինքն չի ես չեմ կարծում որ տարբեր պետության իմաստով տարբեր պետություններ տարբեր նպատակներ ունեն որպես պետություն։ Պետության ինստիտուտի գաղափարի մեջ ոչ թե էլի, այսինքն Հայաստան պետություն կար առանձին նպատակ ունեն Ռուսաստան պետությունը, բայց պետություն ինստիտուտը ինձ թվում է տարբեր են, որտեղ չեմ բանանում։ Այս իմ հարցի պատասխանն է, մի քանի հարցերի մեկը չեմ ստանում։ Չէ, դու ասում ես նպատակ կա, ես ընդհանրապես հիմա այս շրջանում ես ասում եմ ինչ որոշել, որ այդ նպատակի բանը վալիդ է հարցը։ Դե հարցնում եմ, բայց ինչ պետք է վալիդ չնի կա, հիմա ինքը գոյություն ունի, ասում հիմա պետությունը կա, իր ֆունկցիան ո՞րն է։ Հա, նայ, բանա, ինձ թվում է մենք կարող ենք համերաշխացնենք երկու մոդելությունը, որտեվ հա, օքեյ, պետության հայտնվելը որպես կոնցեպտ ինքը թրեփ է, կարամ հաստեղ համաձայնեմ, հետաքրքիր միտք առնվազն, բայց մենք հիմա այդ բանդարկյալի դիլեմայում ենք, երբ որ պետությունները սկսում են հայտնվել ու մենք ինչ-որ բան հասկանում ենք, եթե մենք էլ չստեղծենք, մենք թույլ ենք լինելու մնացածից։ Ու այսինքն մենք արդեն ինչ-որ անհրաժեշտությունից ու ուրեմն ինչ-որ նպատակով ենք ստեղծել։ Այսինքն այն, որ ինքը թակարդ է, չի շղթում այն փաստը, որ ինքը նպատակ է ունեցել։ Էլի կարելի է քննարկել, էլի որտեվ կարևոր է մեր ելման կետը, էլի, որտեղ ասում ես մենք ով ենք այդ ստեղծողները։ Էլի քո ասած կարող է հանրային դաշինքն է, այսինքն ինչ-որ խումբ եկել դաշինքա ձևավորել, սահմանել է, թե ինչ-որ խումբ, որը շահագործող այս մարքսիստներն են ասում, բան են որոշել են, որ ինստիտուտներ պետք է ստեղծեն եւ շահագործեն ինչ-որ մարդկանց, որովհետեւ ավելի այդ coercive ինստիտուտները տենց ավել է։ Թե առասարակ ինչ-որ մարդիկ որոշել են անվտանգության պահպանման համար
ստեղծեն այդ ինստիտուտը, որտեղ այդ մոդելում ես կարամ տարբեր երկրներ վերցնեմ, որոնք իդեալական նստում են քո 3 բերած ճանապարհի վրա։ Ու այդ նշանակում է, որ տարբեր պետությունները ֆսյոժը տարբեր նպատակներով են հայտնվել։ Այսինքն մեր դեպքում ինձ թվում է շատ ակնհայտ է, որ մենք չունենք առաջին հանրապետության ժամանակ, նենց չէր, որ ինչ-որ մարդիկ մտածեցին, արա ստեղ մարդիկ կան, եկեք իրանցից հարստություն խլենք։ Տենց իրավիճակ չէր, էլի։ Ակնհայտորեն այդ գոյատևման հարցը, գոյաբանական հարցեր այդ պետություն ունենալը այս շրջապատում։ Ուրիշ երկրներում շատ անգամ խոսքի նույն Ամերիկայի օրինակը, որը դու անցած անգամ բերեցիր, որ այնտեղ տարանջատվելը գալիս էր այդ ստրկությունը։ Այդ մեկնաբանությունն է։ Հա, բայց ինքը ինձ շատ ոնց որ խելամիտ է թվում։ Ու եթե այնտեղ տենց էր, ինքը ստեղծվել է այն նպատակով, որ մարդկանց շահագործեն։ Այդ չի նշանակում, որ միջև հիմա այդ նպատակը պահպանվի, կարող է եւ, բայց անպայման չի նշանակում, բայց այդ նպատակով է ստեղծվել։ Ուրեմն ուզում եմ ասեմ, որ այն առաջին հիմա ասածը, որ տարբեր պետություններ կարան տարբեր նպատակներով ստեղծվեն, բալինե դուրս է գալի մեր քննարկումից։ Մի հատ այդտեղ շարունակեմ, ու այստեղ ինձ թվում է Արցախի օրինակը արդեն կարող բերեմ, բա Արցախը ինչի է ստեղծվել։ Էլի գոյաբանական հարցեր։ Իսկ չէ ինչ է։ Ես կարամ ասեմ ինչի Արցախը, եթե գոյաբանական հարցեր Հայաստանի կազմում չէր, կարող այդ գոյաբանական հարցը լուծեր։ Որտեվ դու ասում ես առանձին սուբյեկտ ինչի է ստեղծվել, որտեվ գոյաբանական խնդիր կար, այդ գոյաբանական խնդիրը ինչի Հայաստանի սուբյեկտի կազմի մեջ չէր կարող։ Այդ вообще-то վատ հարց չի, բայց նաև կա այստեղ բալանսավորման հարց, էլի, որ չէ, դե հիմա տեսնում ես սկսում ես բան անել, տրամաբանությունը արդարացնել, որտեվ որ միջազգային հարությունը չէր ընդունի, որտեվ sense, նենց, բայց այսինքն Արցախի պետությունը այնպես չի որ հենց այդպես գոյաբանական խնդրի համար է ստեղծվել։ Այսինքն կարող խնդիրը այդտեղ էլա, բայց էլի եմ ասում, որ գոյաբանականներ ինչի Հայաստանի կազմի մեջ չէր։ Չէ, դե լավ, սպասի, որպես գոյաբանական լավագույն մոդել։ Այս հարցի մոդել է ծագում եւ ես էլ այդ հարցի։ Չէ, մենք պատասխանը։ կարանք ասենք, որ ասենք թե նայեք, հիմա բան կա, չէ՞, մի քիչ այդ fog of war-ի խնդիրը կա, որ այն ժամանակ որ դա արվում էր, կարող է ենթադրվում էր, որ էսա լավագույն լուծումը ու հիմա հետ դարձով մենք կարանք ասենք, որ կարող է լավագույնը չէ։ Ես չեմ ասում տենց պետք է արվեր, բայց ոնց որ մեր տրամաբանությունը ուշում է, եթե ասում են կա մի հատ պետություն, որը ստեղծվել է կուռա եւ ապահովում է անվտանգություն, եւ եթե ինչ որ քո ինքնության կիսող մարդիկ կան, ինչի դու չես ապահովում, այդ ռեսուրսները ջլա։ Կարաս ասես տակտիկական է, հետո կարաս ասես տակտիկապես ժամանակավոր այդպես ճիշտ էր, ինչ որ բայ պետքա միավորվեր։ Էդ էլ է մեկնաբանություն, պրոստը ես բան եմ անում, էլի փորձում եմ հակա արգումենտներ գտնել։ Հա, չէ, հասկանում եմ, բայց էլի նույն էլի անհրաժեշտությունը նույնն էր, այնտեղ կար մի քանի լուծում, այդ լուծումներից մեկը պետք է ընտրվեր, ընտրվել է մեկը, հիմա մյուսը ընտրվեր, մենք ասենք բախի այն մյուսը չընտրվեց, բայց նպատակ էր լուծվում ինչ որ դրանով բնակչության անվտանգությունը ապահովելու։ Ու ինչ որ ժամանակ նույնիսկ հաջողվեց դա այդ կայացնելը, ինչ որ անվտանգություն ստացան մարդիկ, իրանց չէին կոտորում, իրանց չէին տեղաշարժում, ինչ որ ժամանակաշրջանում, այսինքն թեկուզ ժամանակավոր այդ լուծումը ստացվեց ու այսօրվա օրով ինձ թվում է շատ ակնհայտ է, որ այդ միակ նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հանրապետության գոյության այդ մարդկանց իրանց տներում պահելու ու իրանց անվտանգությունը ապահովելու նպատակներ։ Այսինքն հենց այդ նպատակը արդեն հասանելի չի, հենց պետության առանձին մշակույթի մասին մենք չենք խոսում, տենց խոսակցություն ընդհանրապես չկա, հա, ցավոք, չնայած այդ խոսակցությունը պետք է պահպանել, հա, Արցախի բարբառի պահպանման հարցը չի բարձրացվում հլը, բայց պետք է այդ բարձել, դա առանձին պատմություն է, որ ինքը կարևոր է որ պահպանվի։ Ու շատ բաներ մենք չենք խոսում, մենք խոսում ենք այդ մարդկանց իրանց տներում ապրելու հարցը։ Ուրեմն հավանաբար այդ ամենակարևոր նպատակն է այդ պետության։ Ես տենց եմ մտածում։ Շատ լավ է Աշոտը ամփոփում իմ մտքերը։ Չէ, ես մեկը կարծում եմ, որ բան, նո, ես ոնց չեմ նայում կոնկրետ кейսերին, էլի։ Ինձ թվում է, որ այսինքն պետությունը, այսինքն ինքը ինչ է, էլի, ինքը ոչ թե նպատակով է, այլ ինչ որ ինստիտուտները դասավորում են, իմ համար շատ բան է, էլի, այդ այսինքն բյուրոկրատիա երբ որ կա, այսինքն ինչ որ խումբ մարդկանց, ովքեր փորձում են վերահսկել այլ մարդկանց, լավ վատ նպատակով կապ չունի, վատով չեմ ասում, էլի, ոչ էլ լավ։ Բայց case-ով չես նայում, դու համընթաց։ Հա, ինչ որ վակուումում վերցած պետությունում իսկականից տենց է ստացվելու, բայց մենք հազար մի հարց է։ Համահավասարեցնում։ Հիմա դու կարաս գնաս պատմական բան նայես, դու ուզում ես փորձես պատմական դրդապատճառները նայես Հայաստանում պետության։ Ես կարամ ասեմ, բանը խորհրդային միությունը փլուզվել է, այստեղ բանա, որպես բան խորհրդային միության
կամաս կազմող միութենական հանրապետության սուբյեկտի հիմքով անկախացվել է։ Օրինակ նույն բանի ժամանակ ցարական Ռուսաստանի անդա ինչ որ բան չէր, չէ՞, սկզբի ժամանակ ինչ որ կոնֆեդերացիա էր։ Այսինքն նույն այդ ազգային բանը սուբյեկտայնացումը չկար, որովհետև այն ժամանակ շատ խառն էր, ինչ որ բաներ կար, այդ գավառներ չէր, ինչ նահանգներ էին, ըստ նահանգների, ասենք, չգիտեմ, տենց էին բաժանել ու հեչել ազգային հիմքերով չէր։ Այստեղ քանի որ միութենականը կար, ուցե պատմական զարգացումը բերել հասցրել։ Երրորդ հանրապետությունն դեպքում իսկականից շատ վեգ է։ Ինչ էր կատարում ու ինչ պատճառներով էր։ Ես դրա համար առաջին հանրապետության օրինակը բերեցի ու Լեռնային Ղարաբաղի օրինակը բերեցի, որովհետև ինձ ընդվում է ինքը շատ sense էտալոնային օրինակը ինչ որ կոնկրետ խնդրի լուծման։ Հա, բայց իմ ասած այն է, որ այդ մոդելը ոնց որ կա պետության, որ ասում եք վեգալիթի մեջ է, բյուրոկրատիայի, չգիտեմ, սուվերենության, ուժի կիրառման, այդ պատմական կոնտեքստում հայտնվել է։ Այսինքն Հայաստանի դեպքում, էլի, այսինքն մենք վերցրել ենք, այս մոդելը կա, այլ մոդել չունենք մենք։ Այլ չենք կարա ուրիշ բան անենք, էլի։ Դրա համար սկսել ենք օգտագործել այս մոդելը։ Լավ վատ այլ հարց է։ Բայց որ ասել, որ բան է, սա մենք գիտակցաբար մեր անվտանգային հարցեր էլ, այսինքն մենք ուրիշ ինչ կարենք։ Լսի, բայց լավ, քանի ստեղ ենք, մի հատ դեբիլ հարց տամ, էլի։ Ուրիշ պետական մոդելը չենք խորինելու, էլի։ Հա, հենց դա եմ ուզում հարցնել։ Ինչը այս ամբողջ տարածաշրջանում հանրապետությունը համարվում որպես տենց լավագույն մոդել։ Մենակ տարածաշրջանում չի, հետաքրքիր հարց է տալի, որովհետև այդ մտածում էի ասեի, բանի որ ասում եմ պատմական կոնտեքստում էլի, նայեմ որ 200,000 տարի առանց պետություն ապրել, մի 1000 տարի էլ եթե վերջի 70 տարին չնայես, հանրապետությունները ամենաքիչ պոպուլյար մոդելն էին, էլի։ Այսինքն էլի ինչ որ պահի սկսեց տարածվել եւ առաջի համաշխարհայինից հետո տենց հանրապետությունների բումա, ընկալում կա որ տենց ավելի հարմար է։ Ինձ թվում է ես տարբեր բացատրություններ կա, այն բացատրություններն է, որ Ոչ ինչն է հանրապետության սահմանում է, ինքը ինչ էր այնց ներկայացնում։ Հանրապետությունը բան է, չէ, լավ, շատ լավ հարցեր է, էլի, ռեսպուբլիկա ասածն է, ասում ընդհանուր գործ է, տենց է թարգմանվում բանից լատիներենից, միջանց այդ մի բան կար, տենց ուշ Միշնադարյան Ռեչ Պոսպոլիտայի լեհական այդ պետությունն է, որը Ռեչ Պոսպոլիտան հենց ռեսպուբլիկա է լեհերեն, էլի, այսինքն դա էլ է Ռեչ Պոսպոլիտա, ծուր ասած հանրապետություն, էլի։ Ինքը ասում է որ բան է, իշխանության կրողը հանրությունն է։ Հիմա այդ հանրությունը ով է, էլի կարած որոշես, դասական օրինակը Հռոմն է, որտեղ Հռոմի քաղաքացիները այդ հանրապետության կրողներն են, մեծ ընտանիքներն են, տոհմերն են եւ այլն։ Հիմա թե ինչի է տարածվել այդ հարցը, ինձ թվում է տարբեր բաներ կա։ Կրոնի թուլացումն է, որտեվ էլի բան է, ասենք, այտենց Եվրոպ, այդ կրոնի թուլացումից աբսոլյուտիզմի այդ որ այլի շատ կարճ ժամանակ, այսպես միապետությունների, տոհմական իշխանությունների թուլացումն է, ու սրան զուգահեռ իմ կարծիքով կարևոր է որ այսպես միջին խավի մեծ ուժ ստանալն է, որովհետև թե հունական պոլիսները, որոնք հանրապետական տրադիցիա են, թե Հռոմը, իրանք հռոմեական հանրապետությունը, իրանք հիմնված են այդ միջին խավի մարդկանց, ովքեր ունեին մասնավոր սեփականություն, ինքնավարություն, անկախություն ու կարողում են կյանքը կազմակերպել։ Ու եթե նայենք իմ այս պրիզմայով հռոմեական այդ հանրապետության վերջն ու կայսրության սկիզբը, որ կարելի է վիճել Օկտավիանոս թե մի 200 տարի հետո, շատ նման է նրան, որ այդտեղ բան է, միջին խավը ավոր թուլանում է։ Այսինքն ինչ է լինում, մեծ տարածքներ են նվաճում, գեներալներն են սկսում բաշխել, տենց մեծ հարուստները ավելի շատ են հարստանում, միջին խավից հողերը տենց ավելին բան են անում, վերաբաշխում են եւ այլն, քանդվում է այդ ինստիտուտը, այն ինչի վրա այսպես ասած հռոմեական հանրապետությունը պահպանվում էր, քանդվում է։ Իմաստեյության Եթե նայում ենք 18-20-ականներից, որտեղ հայտնվում է այդ social welfare state-ը, այսինքն սոցիալական ապահովություն, կենսամակարդակով, այսինքն կրթություն է տալիս, թոշակ եւ այլն եւ այլն, դա ինչ որ ձևավորում է բան, էլի, միջին խավի գաղափար ինչ որ, որը տենց հանրապետության բանի մասով է։ Հիմա օրինակ չգիտեմ բանի որ նայում ենք այդ որ հազարամյակներով այդ աբսոլյուտիզմն է եղել, ինչ ենք ասում կրոնի, եւ էս էլի Վեբերի եւ այլնի մոտ կա, ում մասին էինք խոսում, հա Բենեդիկտ Անդերսոնի մոտ էլ կա, էլի,
Ասում եմ մի հատ մեծ հեղափոխություն էլ այդ գիտակցականն էր, ռեֆորմացիան բերում է, կա բացարձակ իշխանություն աստվածա ու մի իշխանություն է, էլի, այսինքն ինքը տենց հետևաբար մի իշխանությունը պետք է լինի երկրի վրա, որ ներկայացնում է, չի կարող ինքը տես ծրված լինի, էլի, ու երբ որ այդ ռեֆորմացիայում մարդը կարող առանձինել Աստծո հետ շփվի, անպայման ինչ որ նշանակված լինի, Հռոմի Պապը լինի եւ այլն, այդտեղ այդ բանն է, հեղափոխությունն է տեղում, իշխանության լեգիտիմության հեղափոխությունը։ Այսինքն ոչ թե գալիս է մի հոգուց, մի աղբյուրից, այլ այդ ժողովրդի աղբյուրից։ Այդտեղից էլ ոնց որ պետության հիմքերն է գալիս։ Այսինքն ինչ ենք մենք ասում, այս պետություն, հանրապետություն, այս ինստիտուտները, որովհետեւ այդ գաղափարը կա, որ այս մեր խմբից կամ քաղաքացիներից, որովհետեւ այդ տված է մեզ այդ բանը իրավունքը, որտեւ առաջ ոչ թե ասում են քաղաքացիներ, բան էին, չէ՞ ասում, հպատակներ էին ասում։ Այսինքն այդ իրավունքով դու ձևավորում ես այդ լեգիտիմությունը պետության, այդ կոերսիվ ապարատի։ Այսինքն եթե մենք հանրապետություն ենք, մեր նպատակներից մեկը դառնում է այդ միջին խավի պահպանումը, ստացումը, որտեվ եթե ինքը վերանա, հանրապետությունը կվերանա։ Ու հանրապետություն ֆորմալ, շատ հիմա էլի քաղաքագիտ ֆորմալ բան է, էլի, օրինակ բանն էլ Հյուսիսային Կորեան էլ է հանրապետություն։ Այսինքն Չինաստանի բանը ժողովրդական հանրապետություն էլի։ Այսինքն ինքը էլի շատ բան է։ Ամեն դեպքում չկա այնտեղ միապետ, որը ժառանգում է իշխանության, դրա համար համարվում է նաև հանրապետություն, ոչ, այսինքն էլի իր հակասության։ Այդտեղ դեմոկրատիա, կարա դեմոկրատիա չլինի, եթե մեր մոտ ասենք, չգիտեմ, այդպես բան, միջին խավը շատ խիստ վերանա եւ այլն։ Ստե մի հատ sense հարց կա այդ պետությունների առումով, այդ հենց այդ թակարդի բան տրամաբանության մեջ իմ համար մի քիչ վախենալու էլի, որ նույնիսկ եթե մենք վերցնում ենք տենց կայսրական ժամանակներ, իմպերիաների ժամանակները, նույնիսկ այն ժամանակ տենց բռնապետություններ չէին կարող լինեին, ոնց որ արդեն սկսած տենց օրինակ սովետական ժամանակաշրջանում, որտեվ տեխնոլոգիաները քեզ թույլ էին տալի, ու տենց բռնապետություն ունենաս։ Այսօրվա մասին այդ տասնապատիկ ճիշտ է, որովհետև այդ պանոպտիկումի թեորետիկ գաղափարները դարձել են իրականություն շատ հստակ ու հələ երկար ժամանակ, ես հիշում եմ տենց 12-13 թվին ես մի հատ IT կամպանիայում աշխատում ու տենց big data-ից էր շատ խոսացվում, շատ օրինակներ կային, որ հա մենք արդեն կարանք շատ մեծ քանակի data հավաքենք, բայց անալիզը всё еще խնդիր է։ Ու էդ էլ է դուրս գալի, քանի որ AI գործիքները շատ բաներ են թույլ տալի, ու ստեղ այդ եթե իսկականից պետությունը այդ թակարդն է, որտեղ մենք հայտնվել ենք, շատ վտանգավոր ճանապարհ է, որտեղ այդ կառուցվածքը ինքը այդ անվտանգությունը, որ մեզ ապահովում է, ինքը գին ունի, հա, մենք ինչ որ իրավունքներից զրկված ենք դրա փոխարեն։ Ու մեծ մասով մենք չենք պատվիրակում։ Ուզում ասեմ, մենք մասով մենք դեմել չենք։ Ճիշտ է, բայց եթե այդ մոդելը փոխվեց, բայց ինքը կփոխվի առանց քո հարցնելու, էլի, այսինքն դու որ ասում ես Հայաստանի նպատակը որն է, այսինքն մենք կարող է մեր նպատակը սահմանենք այդ ազգային ինքնության պահպանումը, բայց մոդելը եւ աշխարհը փոխվում է եւ ըստ այդմ քո բաներն էլ են փոխվելու, նպատակներն ու առաջնահերթությունը ֆունկցիոնալ է առասարակ։ Իսկ կարող է նպատակը չփոխվի, բայց կարողանաս այդ իրավիճակում դրսևորվել, փորձել այդ իրավիճակում։ Ստե մի հատ շատ իմոտ բան է, մի քիչ այդ բան փիլիսոփայական դարձից ես պետքա դուրս գամ մի վարքյանով, որովհետև ես ասում եմ, ես տես տրավմա ունեմ, որ ես 2012-ից մինչև 20 Ռուսաստանում եմ ապրել ու տեսել եմ ոնց է ավտորիտար կարգը աննկատ քո շուրջը sense փակվում ու դրա համար ես կարող եմ հիմա տենց ալերտիզմով եմ զբաղված, ալարմիզմով եմ զբաղված, բայց ինձ թվում է որ մենք ավտորիտար երկրում ենք ապրում, որը գնալով ավելի բռնապետական է դառնում։ Այդ իմ տպավորությունն է, ինքը կարա սխալ լինի, օքեյ լրիվ, ես ընդհանրապես ուզում ասեմ sense բան։ Եթե ես ճիշտ եմ, մեծ հավանականությամբ լիքը մարդ չէլ նկատի, որ ես ճիշտ եմ, բայց եթե սխալ եմ, տենդենսները կարան լինեն, չեմ վիճում, բայց լավագույն արգումենտը, որտեվ ես լինում եմ տարբեր լսարաններում, էլի այդ արգումենտը բերում են, որ մենք բան ենք, բռնապետություն ենք, ասում մենք չենք կարա բռնապետության ժամանակ այս դրա մասին ասել, որ մենք բռնապետ։ Այդ հենց դա ես կոնկրետ Ռուսաստանում բռնապետության դրա մասին եմ ասում, նայ, ոնց է աշխատում։ Այդ 2012-ից մինչև 20-ը էլի նույն արգումենտները բերվում էին։
Ինձ կոնկրետ մարդիկ ընդ ասում են, գիտես, բայց ես նայ, ես կարամ ինչ ուզում եմ Ես խոսամ։ ասում եմ տենդենսների մասով կարան քննարկենք, Բայց որ ինչ էր կատարվում ֆոնին։ Այդ դրա մասին ասում։ Ինչ էր կատարվում ֆոնին, քանի որ մարդիկ մտածում են, որ դե եթե ստենդափերը կարա հելնի ինչ ասես ասի, ուրեմն ազատ է։ Եթե մենք ունենք ինչ որ տենց բան, Էխա Մոսկվայի ինչ որ տենց պայմանական ազատ մեդիա, ուրեմն ազատ է։ Բայց հետևի ֆոնին ուժային կառույցներն էին պնդանում, որտեղ ավտորիտար կարգի միակ նպատակը որպես պետություն այդ իշխանության պահպանելն է։ Սա մնացածը երկրորդական նպատակներ են։ Հիմա Ռուսաստանը օրինակ կա ասում է, որ իրանք պետքա Ուկրաինային հաղթեն, բայց երբ որ Պրիգոժինը ինչ որ կարա ռեզուլտատ ցույց տար, բայց ինքը слишком պոպուլար կառավարության համար վտանգ էր հատկացնում, իրան հանեցին, չնայած ինքը կար օգներ Յանım թե իրանց նպատակ, բայց նպատակը մի հատ է իշխանություն պահպանելը։ Հիմա մի հատ պրոստը վերջացնեմ։ Չէ, բան չի ավտորիտար երկրներ։ Հա, հիմա զինեցին ուժային կառույցները ու երբ որ մարդիկ նկատեցին, որ արդեն ինչ որ բան է կատարվում, մեծ քանակությամբ մարդիկ դուրս եկան փողոցներ, բայց իրանց դեմ արդեն զորք էլ է, արդեն կարևոր չէր, քանի տասնյակ հազար հոգի դուրս կան փողոց, իրանք չեն կարող զորքի դեմ կռվեն։ Հիմա Հայաստանում նույնիսկ զորքի հարցը չի։ Ես էլի տենում եմ ոնց է ոստիկանությունը գնալով ավելի կոպիտ դառնում, ավելի ջղայնացած, ավելի շատ զինված եւ այլն, բայց դա երկրորդական է, որովհետեւ տեխնոլոգիան է զարգանում ու այդ սախ հեռախոսների տրեյքինգը, AI ինստրումենտները, կամերաները մեր շուրջը թույլ են տալու մարդկանց աննկատ հեռացնել, երբ որ պետք է լինելու։ Կարող է խնդիրն նա, որ մենք լավ չենք պատկերացնում մենք որպես հանրություն ինչի շուրջ ենք պայմանավորվում։ Դե, հա, օրինակ, եթե մենք չպայմանավորվենք։ Ես անընդհատ ուզում եմ այդտեղ տանեմ, մենք ինչի շուրջ ենք պայմանավորվում, մենք ինչի ենք ստեղ ապրում։ Ես ինչին էի բերում, ես ուրիշ բան եմ բերում, որ ստացվել կարող։ Անկախ նրանից ինչի շուրջ մենք պայմանավորվել ենք դրանից առաջ։ Բայց կա այդ ընկալումը, որ պետքա փոխել, ոչ թե կարասով, ուզում եմ ասել, ով է բերելու մեզ։ Եթե չկա այն ընկալումը, թե ինչի շուրջ ենք մենք պայմանավորվում, հետեւաբար ինքնաբերաբար դա փոխվելու է։ Բայց չէ, մարդկանց համար անկարևոր է դառնալու ստեղ ապրելը։ Տեսնում ես դելիբերացիան այդ քննարկումը էլի, որ ասում ես պայմանավորվել է, ինչ ճանապարհ։ Նաև օրինակ այս քննարկումները։ Չէ, դեմ չեմ, բայց մենակ այս քննարկումները չի էլի, այսինքն որ ասում ես եւ ոնց պայմանավորվեն եւ ինչ, այս բանը էլի, այդպես պրովոկ չեմ անում, անկեղծ հարցնում։ Դե ես մի հատ իմ կողմից ասեմ, ես ինչ եմ ասի, որ սահմանադրության ինչ որ բաների, մտքերի, սահմանադրական հիմքերի եւ այլնի։ Ինչ-որ հանրային ակցիաներ, չգիտեմ, ինչ-որ դժգոհությունների արտահայտում հանրային ձևերով մարդկանց հրավիրել հանրային խոսակցությունների քննարկելու ինչի շուրջ են հաստատ, որովհետև նայ, իմ ասածը հենց դա, որ հա, մենք ունենք պետություն, հա, այդ պետությունը կարևոր նպատակներ ունի։ Այդ նպատակների մի մասը բան անկախության հռչակագրում նշված, մի մասը սահմանադրությունում նշված է, մի մասը մենք հասկանում ենք մոտավորապես անկախ այդ ամեն ինչից, այս պահին աշխարհում տենդենսը նենց է, ոչ միայն մեր երկրում, էլի, տենդենսը նենց է, որ նոր տեխնոլոգիաները մեծ վտանգներ են բերում ապագա պետությունների կարգերի համար, որոնք կարան դառնան շատ հարմար բնավ։ Դրա համար չէ, ես ինչ եմ ասում, որ մենք պետքա նոր ինչ-որ պայմանավորվածություն ունենանք այդ քո ասածը, որ արդեն նորը պետք չի, մենք դուք գիտեք, մենք ինչի շուրջ ենք պայում, մենք բացի պատահականությունը, հիմա լավ պատահական ստեղ ենք ապրում, լիքը մարդ կարա ստեղ չապրի, չէ։ Ապրելու մասին չի։ Իմ ասածը այն արփի, որ ինչ էլ չլինի, ասենք թե X պայմանավորվածություն ունենք մենք, այդ X-ը կարա կարևորություն չունենա, եթե ավտորիտար կարգը բերի այն վիճակի, երբ որ իրանք ուղակի իշխանություն են պահպանում։ Այս սաղ էլ կարևոր չի լինելու։ Ինչի շուրջ են դու չես կարող պաշտպանես այդ։ Եթե դու ազատության պահպանությունը չես ապահովում, դու մնացածը չես ապահովում։ Չէ, ես կարծում եմ, եթե դու գիտես որն է քո նպատակը ստեղ լինելու ու այս պետության լինելու։ Որն է նպատակը, ուզում դու ձև չես ձևակերպում։ Ես ինձ թվում է մի քանի անգամ ասացի, իմ համար անվտանգությունն է, ինքնության պահպանությունն է, ինքնորոշվելն է, որ ես որպես անհատ ու որպես հանրության մասնիկ ու մենք որպես հանրություն մենք կարող ունենք ստեղ որոշում կայացնել եւ այդ որոշումները մեզ չլինեն պարտադրված։ Շատ լավ օրինակ, շատ կայֆ բան նկարագրություն տվեց։ Հիմա ես գալիս եմ իշխանության ու ասում եմ Մարփի ջան, թույն, ես քեզ այդ սախ տալիս եմ, բայց փոխարենը ես պետք է ամեն վարքյան իմանամ որտեղ ես դու գտնվում, քո բոլոր նամակները կարդամ, ամեն ձև մտնեմ քո անձնական կյանքի մեջ։ Ես չեմ կարա չհամաձայնեմ դրա հետ օրինակ։ Չէ, բայց դու ասում ես ամենակարևորը է դա, չէ։ Ես քեզ տալիս եմ այդ։
100% տալիս եմ։ Ուղղակի ինձ մի քանի բան է պետք։ Ինչ որ իրավունքներից քեզ կզրկեմ, բայց կտամ ամեն ինչ, որ քեզ պետք է։ Անհատական ազատությունների ու իրավունքների դաշտ, բայց ինձ թվում է, որ դրանք կարող են միաժամանակ գործեն, միաժամանակ լինեն։ Հենց որ հենց այն պահին, որ դու համաձայնեցիր, դու դրա շուրջ համաձայնեցիր իմ հետ, ասիր, «Okay, ես կզրկվեմ ինչ որ բաներից»։ Բայց մենք կարանք ընդլայնենք այդ։ Ես ուզում եմ, որ մենք համաձայնենք նաև սեփականության իրավունքի շուրջ, համաձայնենք նաև անձնական կրոնի ազատենք։ Հիմա դուրս է գալիս, որ պետությունը նաև այդ ազատության պահպանման մասին, ոչ միայն անվտանգության, դա չէ, որտեվ ասում եմ, դու ուրա չես ձևակերպում։ Ես որովհետև երբ որ այտենց կարամ ընդլայնեմ իմ կարծիքով այս ամբողջը ինչ որ ես ասել եմ ու եթե հարմար բան լինի, էլի ասեմ, այդ ամենը սահմանադրությունն է լինելու։ Դե է ասում, դրա համար հարցում եմ, սահմանադրական կարգի հետախնդիրը կամ ձևակերպելու կամ նոր սահմանադրական կարգ ընկալելու կամ առհասարակ օրինակ ես վերջերս էի մտածում։ Հիմա որ ասում ենք սահմանադրությունը այդ հանրային դաշինքն է, չէ՞, մեր նոր ժամանակակի, բայց արդյոք մենք 15 թվի բանը խորհրդարանական հանրապետության մոդելին համաձայնվել ենք որպես հանրություն։ Դրա մասին չենք կարող ասենք ըստ էության, որտեղ ընտրությունները այնպես-ինչ, այսինքն կարող ենք որպես հանրություն համաձայնել ենք իրականում։ Որտեղ շատ բան է, նեղ քաղաքական բան կա, որտեղ մարդիկ կարող է կախված քաղաքական գործից ով է բերում այդ առաջարկը, այդ էլ կմերժեն, այսինքն ոչ թե գաղափար։ Հիմա էլ է, մենք որպես հանրություն ունենք խորհրդարանական կարգին կամ քո ասած այլ հիմքերին։ Եվ այդ հիմքերը արդյոք բանը ունիկալ են, որտեղ որ ասում ես մեր ինքնության եւ այլնի, նույն այդ մասնավոր սեփականության պահպանություն, չգիտեմ, ազատություններ, անվտանգություն եւ այլն, տեսնում ենք շատ տարբեր ավելի շատ բոլոր երկրներում գրեթե կան։ Բայց քո սեփականության իրավունքը կամ այլ ազատությունները իրացնելը հենց հիմա ավելի հեշտ կլինի իրացնել որևէ այլ երկրում, թե Հայաստանի Հանրապետությունում ու ինչի այն երկրում, որում դու ավելի լավ պաշտպանված ես քաղաքացիական այդտեղ։ Հետևաբար քո անձնական ազատությունները իրացնելը ավելի հեշտ է պետության տարածքում, քո պետության տարածքում։ Եթե դա առաջնայինը, առաջնայինը չէ, ինչ որ էական է։ Իսկ մի քիչ հասկացա կներես։ Ինձ թվում է ես իմ սեփականության իրավունքները ավելի շատ կպաշտպանեմ Շվեյցարիայում, քան թե Հայաստանում։ Շվեյցարիայում ավելի լավ կպաշտպանես, այլ ինչի ենք եթե դա։ Ուրեմն ինչի ենք Հայաստանում։ Դա եմ ասում։ Հիմա դու պետք է ասես, էլի, որ ասում ես պետության էս այդ հարցը տալուց ես մի քիչ ուրիշ ձև էի նայում, որ օրինակ դու Հայաստանում ունես առողջապահական ապահովագրություն, իսկ որ գնաս Ամերիկա ու փորձես այնտեղ ոնց որ տուն շինես, բան, ծառ տնկես, բան, շատ դժվար է լինելու քո առողջության հարցերը լուծելը, որովհետև քեզ կանչելու են, ասենք 2 ամիս հետո, 3 ամիս հետո ավելին կարող է տենց եկող տարի կամ բայց այդ մի քիչ լավ ճանապարհ չի, որովհետև բանա Ստեփ Սյոժը ես պետքա գամ հետ քո սկզբանը ասեմ, որ այն մեկը իհարկե չի կարա վերանա այդ X-ը սկզբանը ասած ինքնության հարցեր եւ այլն, այդ սա կետերը չի կարա վերանա, որովհետեւ եթե մենք սկսենք դրա մասին մտածել, իտոգում մենք կարող գանք այն շատ տրամաբանական, շատ sense ռացիոնալ մտածելակերպի, որ կան երկրներ, որտեղ ես ավելի արագ այդ ճանապարհը կանցնեմ, իմ սաղազատությունները ու բաները կհաստատեմ, ու կարող է իմաստ չունի ես էլ ստեղ ոչ մի բան լավացնեմ, քանի որ ստեղ լավ ճանապարհ կա երկար անցնելու, ու միանգամից գնամ ընդ ինձ նով զբաղվեմ, հասկանում ես։ Դրա համար իհարկե այս բանը կա, որ մենք որպես աքսիոմա ընդունել ենք։ Բայց դու այնտես բանից ես խոսում, այն դիրքից ես խոսում, ոնց որ արդեն ունես Շվեյցարիայի քաղաքացիություն։ Չէ, բայց մինչև այդ ստանալու հիմա ի՞նչն ավելի հավանական, ես կստանամ Շվեյցարիայի քաղաքացիություն, թե Հայաստանում դրախտ կսամավի Շվեյցարիայի նման։ Մոտակա 20 տարում։ Արի մի հատ մտածենք, որն է ավելի հեշտ հասանելի։ Բայց ինչի՞ չես գնում հիմա փորձես Շվեյցարիայի։ Հենց այդ է, ինչի՞ չեմ գնում։ Մարդիկ առաջ ես Աշոտի տեղը չպատասխանեմ, բայց մարդիկ նաև իրացիոնալ են։ Կարող է ճիշտ Շվեյցարիա գնալն է, բայց իրացիոնալ բան կա մեր մեջ, չգիտեմ, արժեքի, չգիտեմ, գիտակցականի։ Վերջապես մենք հասնում ենք իմ ուզած տեղը։ Չէ, բայց ես արդեն փորձած տեղը այն է, որ դու ասում ես, տես սա ինքնություն, ինքնորոշումն է, Աշոտը այն է առումով լավ արգումենտ բերում, ասում է, եթե այդ է մեր նպատակը, այդ նպատակը եթե այդ եղավ, դրա նպատակը այնքան կարա մանիպուլացվի, որ քեզ բերեն, ասեն, գիտես ոնց է սա անվտանգության համար քո ազատությունն ենք սահմանափակում, քո ինքնության իրացման համար շատ ուրիշ քաղաքացիական ազատություններ ենք սահմանափակում։
հետ գնամ։ Այսինքն եթե դու միայն դա ես սահմանում նպատակ պետության։ Մենակ է, դա ես ի սկզբանե ասացի, որ ոչ միայն դա, այլ նաև դա ու առաջնային դա ու քանի որ ես տենց հերթով չեմ թվարկում ինչն է ոնց որ կարևոր գոյության համար։ Okay, ես կգայցան համար կներես այդ իմ ասած ինքնությանը անվտանգությանը զուգահեռ կամ մի ինչ որ level-ով ցածր գնում են նաև այդ անձնական ազատությունները ու քեզ համար այսինքն այդ ազատության հաշվին չի ձևավորվում։ Հենց դա ես կասեմ որ բայց այդ անձնական ազատությունների մասով ասեմ որ նա մի level ցածր օրինակ հիմա երբ որ ավտոբուսներում նկարում են Դրա մասին չի բազմակարծության մասին է, ազատ տեղաշարժվելու, խղճի ազատության մասին է։ Ես կասեմ որ այդ սա նայ էլի վերցնենք լոգի օրինակ բազային իրավունքները, հա, ու ասենք որ այդ ցանկացած պետությունում եթե այդ չկա մնացած էլ ոչ մի բան դու չես կառուցելու։ Անվտանգության համար երբեմն զիջվում են անձնական ազատությունները։ Հա, իհարկե, անպայման։ Դե հիմա այդ ինչն է խնդիր առաջացնում երբ հիմնարար ազատությունները մնում են հիմնարար ազատություններ։ Չէ, դե օրինակ երբ որ քեզ բանակ են տանում ծառայելու, քո հիմնարար ինչ-որ ազատություններից քեզ զրկում են ժամանակավոր։ Ժամանակավորի հարցի մասին չէ, այսինքն քո հիմնարար ազատությունը, չգիտեմ, օրինակ նույն բանը տարբեր պետություններ տարբեր են եւ միջազգային գնահատում կա, բայց նույն օրինակ բանը չէ, խղճի կամ դավանանքի ազատությունը, օրինակ ոնց է հիմա նույնիսկ Հայաստանում բանը ասում են թե այլ ընկալում ունես, կարաս այլ ընտրանքային ծառայություն ասես։ Դες օրինակ այդ նույն ազատությունների երբ որ ես ասում եմ ազատություններ, դու ընկալում ես այդ բազային ազատությունները, ես օրինակ ազատ տեղաշարժի իրավունք օրինակ մասնավոր սեփականությունն էլ է Հայաստանում եւ բոլոր տարբեր երկրներում ինչ որ ձև սահմանափակվում, ասենք հանրային գերական շահի կոնցեպտով, ինչ որ փոխա ասում են հա պետքա բան անենք, բայց դրա մասին չէ։ Չափնյակի մետրո կառուցենք խոսքը։ Հա, կարա տես բան դե հյուսիս հարավ էին կառուցում, դրա տակ ինչքան հանրային գերակաշահ է այդ մասն ու հարցը ոնց է անում դա։ Այսինքն հարցը դու բանը իրավաչափ ճանապարհով ես դա եւ հարցը կարում են գնահատենք դա։ Շարունակելով այդ նախորդ միտքը, որ ասում ես այդ Աշոտը ռիսկն է տեսնում այդտեղ, որ կարան մանիպուլացնեն, բայց երբ որ դու այդ սահմանումները ունես, անձնական ազատությունների սահմանումները, հիմնարար ազատությունների սահմանումները, բայց դա մերը չի, այսինքն դա մենակ բան, այսինքն այդ ինչ որ մոդել է, որից մենք վերցրել ենք, դա մենք բան լավ չի որ վերցրել ենք, լավ է, չէ՞։ Չգիտեմ, բայց հիմա երևի ամենակարևոր միտքը, որ ուզում եմ ասել, իմ տպավորությամբ, իմ կարծիքով անձնական ազատությունների իրացումը ավելի հեշտ է պետության սահմաններում, քո պետության սահմաններում, քան երբ որ դու տենց պատահական մեկն ես մի այլ պետության տարածքում։ Իրացնելուց Ֆյորդի այդ կինոյի շատ բանա այս տարվա կանը գրած ոսկե ծիրանը ցույց տված Ֆյորդի կոնցեպտը տեղ է, ինչ որ միգրանտներ են, որոնք կրոնական հայացքներ ունեն, հայտնվում են Նորվեգիայում, ռումինացի ուտեղ ոնց են իրացնում էլի։ Մի հատ բան էլ ասեմ նոր էլի։ Արի չդնենք այդ հակառակությունը, որ ուրիշ երկրում ավելի հեշտ է, որովհետեւ բանը ավելի դժվար է, որովհետեւ իրականում շատ տարբերվող անելու, նայած որ երկրից ես դու գնացել ուրիշ երկիր, որ երկիր ես գնացել։ Դու քեզ երկրորդ սորտի մարդ զգացել ես Ռուսաստանում։ Աֆղանստանի կինը, որ գնա Նորվեգիա, որտեղ իր իրավունքները ավելի լավ կիրացնի, իր ազգային Աֆղանստանում։ Մի քիչ կասկածում եմ, որ օրինակ իր կրոնական զգացմունքները կպահպանվեն Նորվեգիայում նենց, ոնց որ ասենք պահպանվեին իր երկրում։ Հա, բայց մենք խոսում ենք Ֆրանսիայում, բայց հիմնային ազատությունները մարդու հիմնարար ազատությունների մասին է, որը կրոնականն էլ է, նաև այնտեղ ընդունում են այդ դավանանքի ազատությունը, տեղ են տալիս, բայց եթե մենք անցնենք այդ որտեղ մեր թեմայի հետ կապ չունի, շատ կարևոր է։ Պետության բանն ասում ենք, եթե մենակ իր տարածքում կարա իրավունք իրացնի, հիմա Աֆղանստանցի կինը Աֆղանստանում խնդրեմն է, որ Աֆղանստանում մարդիկ չեն պայմանավորվել հիմնարար ազատությունները պահպանելու շուրջ։ Հա։ Այդ խնդրեմը տեղա, որ եթե դու պայմանավորվես դրա շուրջ որպես հանրություն, քեզ նաև դժվար կլինի։ Ասում են, էս մեր ինքնությունն է, մեր ինքնությունը սա է, մեր պետությունը ստեղծվել է, քո բաներն եմ, ստանդարտներն եմ, էլի դնում։ Ինքնությունը պահպանելու շուրջ է ձևավորել, մենք տրադիցիոն հասարակություն ենք իսլամիստական,
կրոնն է մեր ինքնությունը եւ էսա մենք մեր նպատակը պետության սա եթե մենք բերում ենք տենց երկրները ինչ չէ բայց եթե մենք տենց երկրներ ենք բերում օրինակ ընդ ես չեմ ընդունում իրանք չեն պայմանավորվել կամ պայմանավորվել են գաղափարը որտեվ այնտեղ կոնկրետ դոմինանտություն է հաստատվել ու մարդկանց ասել են իրանք ինչ են պայմանավորվել կամ չեն այնտեղ չկար պայմանավորվածություն ոչ մի էլի այնտեղ կոնկրետ դիկտատուրայի հենց խնդիրն է բայց հիմա այնտեղ ինքնություն են պահպանում այդ իրանք ինքնությունն է մենք դրա հետ խնդիր ունենք Ես չի ուզեի այդ հասարակությունում ապրեի, անկախ լինելով տղամարդ եք։ Որտեղ կուզեիր ապրեիր։ Շատ ավելի բարեկեցիկ երկրում։ Չգիտեմ, հիմա ես պայմանական Շվեդիայում եմ։ Մա ինչի այնտեղ չես ապրում։ Բանա, ինչի սահմանում չես կանգնած ոչի արգումենտը։ Հա, մոտավորապես տենց։ Չէ, նա եթե դու խնդրեմ ունես այդ հասարակության պայմանավորվածության ձևի հետ Դու կարաս այնտեղ չապրես, չէ՞։ Չէ, այս շատ վատ արգումենտ է։ Ես օրինակ նայ, ես ասեմ, եթե սենց ամեն ինչ փոխվեր, կփոխվեր, բայց մենք խոսում ենք ինչն է մեր համար կարևոր, որովհետև տես օրինակ մենք ասում ենք բանը, էլի, որ ասում ենք սահմանադրական կարգի պայմանավորվածության։ Դες ես ու դու իրար հետ արդեն համաձայնություն չունենք այս քննարկման մեջ։ Ու դրա համար ոնց կարանք այդ ապահովենք նաև հանրության մոտ, ասում ենք մենք հանրության մասշտաբով ուզում ենք այդ բան ունենանք, չէ, դաշինքի գաղափարը, սահմանադրականություն, հա։ Իմաստեղ մենք չենք ունեն, փորձում ենք հասկանանք, բայց ասում այդ հարցը սս լուծի էլի, բայց Չէ, չեմ ասում այդպես լուծի, ասում եմ, եթե մեր պետությունը, այ, մենք ապրում ենք ստեղ, հա, ու մենք տարբեր պատճառներով ենք ընտրում ստեղ ապրելը։ Ինչ որ մարդիկ ուղղակի հնարավորություն չունեն գնալու ստեղ, կարող է իրենք կգնային ստեղ։ Ցավոք տենց իրականությունը կա։ Ինչ որ մարդիկ տենց դաստիարակված են ու այնքան նվիրված են ու իրանց համար այդքան կարևոր է հայ լինելը, իրանց համար այդ սրբությունն է իսկական առանց կրոնական զգացողության, որ իրանց մեկ է, իրանք պետք է ստե մնան ու լավացնեն այն ինչ որ կա, հա։ Կարող է բայց ժամանակին կարաս հիմա չես ուզում եւ ոչ մի կերպ չես ուզում խոսած 5 տարի հետո որոշում ես որ փոխվել է քո մոտ միջավայրը մարդու մեջ էլ է այդ փոփոխությունը հետո կան շատ այդ քո ասած գիտես բանը դաժե այդ ռուսի ու նոուզիկի վեճին վերադառնալով կան գեմբլերներ օրինակ ինչ որ մարդիկ մտածում են ես Հայաստանում ավելի առաջ կարամ անցնեմ ես դե կարամ ավելի լավ ստատուս վերցնեմ բարձր կարգ վերցնեմ քան թե ուրիշ երկրում ոչ թե ազատությունների հարցը այլ կոնկրետ ասեն ստատուսի հարստության հարցը կան մարդիկ որոնք շատ կապված են իրանց փոքր համայնքի հետ ընտանիքի ընկերների եւ այն կան մարդիկ որ ուղակի ուզում են ինչ որ բան կառուցեն ու հասկանում են որ ստեղ իրանց ավելի շատ բան կթողեն կառուցեն քան թե ուրիշ երկրում ասենց հազար ու մի պատճառ կա ինչի՞ է այդպես ոնց ինչի՞ քեստեղ ավելի շատ կթողեն քան ուրիշ երկրում Դե ասում եմ դες ինչ որ մանկաշում կան կալմանի մա գեմբլերների մասը ասում եմ ինչի՞ Ուղղակի որտեվ ես այդտեղ ինչ որ պատմություն ունեմ ինչ որ բան ունեմ արդարացում ունեմ ինչի եմ ես ինչ որ բան կառուցում ու ոնց որ իրավունք ունեմ ինչ որ ինքս ինձ ստանձնած հասկանում ես որովհետև տենց զգացողություն կա ու այդ կարա իրացիոնալ զգացողություն լինի բայց օրինակ երբ որ ես ուրիշ երկրում եմ ես մտածում եմ դե ես իրանցնա ձեռ չտամ իսկ դե ես կարամ դաժե մի բան ինչ որ բադ քարստեից հանեմ մի բան դնեմ ստեղ կարող է պետության էֆեկտն էլ հենց այդ է որ դու գիտես որ էս քոնն է այնի քոնը չի այդ հանրապետության դաշը գաղափարն է որտեվ դες ուրիշ Հիմա ինչի ես էլի այդ հարցը տամ այդ ով եմ ես պատասխանը դու պատասխաններն էլ դու բացի հարցերը տալու իրական ընթացքում թվում է որ ես պատասխանել ես ուզում ինձ թվում է որ ես ընթացքում պատասխանում եմ չէ հա դեմ չեմ բայց ուզում եմ ասեմ դեմ ես ոնց որ օքեյ Այսինքն կարանք շատ բարձրացնենք այս պատասխանը ինչի համար է պետությունը, որ ինքը մոտավորապես նույն vibe ունի, որ խոսքի ինչի է քեզ պետք բան առնել բնակարան, թե կարաս ուղղակի վարձով մնաս, թե կարաս պրոստը ինչ որ մեկի տունը մնաս։ Լսի, լավաց պատասխանների շրջանակում ասեմ էլի, եթե ես հնարավորություն ունենամ գնամ իմ ուզած երկրում ապրելու, որովհետև ես ուզում եմ լավ առողջապահություն, չգիտեմ, իրավունքների լավ պաշտպանություն, ու ասես լիքը ինչ որ բաներ կգնամ ինչ որ X երկրում։ Ես ինչ որ ասում ես ինչի չես գնում, ես Շվեդիա շատ պայմանական ասացել եմ, ես շվեդիանական բան։ Բայց այդ մեղադրանքով չէի ասում։ Չէ, ես դեմ չեմ, ես չեմ նեղվում։ Ես բանը նկատի ունեմ, էլ որ ասում եմ իրացիոնալ, ես սովորեմ այս միջավայրում։ Հիմա այս միջավայրում եմ ձևավորվել, այս միջավայրը շատ կարևոր է, որ այս ստերիլություն կոնտեքստից հանենք մարդուն, էլի, որովհետև ինքը նենց չի սենց տեղ հայտնվել է եւ լյուբոյ պայի կարա հայտնվի այլ տեղ։
դա կարա լինի շատ նեղ, որտեղ այդ մարդը, չգիտեմ, հայաթում ինչ-որ միջավայր է ձևավորել, իր համար դժվար է գնալ։ Ուրեմն ասեմ տարբեր դրդապատճառներ կան։ Ինձ մի քիչ դժվար է այս թեմայի շուրջ ճիշտ հարցեր ձևակերպել, ինձ թվում է դեռ չկան ինչ-որ տես ճիշտ հարցեր, բայց ասում եմ այդ առաջինը, որ ինչի եմ ես ուզում ապրեմ Հայաստանում ու ինչի եմ ուզում Հայաստանը լինի, այդ տենց շատ անհատական ու նաև համընդհանուր ինքնության էգզիստենցիալ բան հարցերն են։ Ես որ գնամ Նորվեգիա օրինակ, ով եմ ես այնտեղ այդ մարդկանց մեջ ես ով եմ, ես ինչ եմ կիսում իրանց հետ։ Արդյոք եթե ես ուզենամ ինչ-որ մեկի հետ խոսել, ինչ-որ բաների մասին։ Իսկ եթե գնաս ու պարզվես, որ կիսում ես։ Պարզվի, որ իրանք ընդ մի 30 հոգի ես գտնում, որ շատ System of a Down են սիրում, անիմե են սիրում, կոմբինացած ինքնության կտորները շատ կայֆ ընդ ինտերգրվում են։ Ես էլի հավաքական ինքնության մասին եմ ասում, System of a Down-ը մեր հավաքականի, ինչն է իմ քո Տիգրանի Էրնեստի ընդհանուր կապող բանը մեր ինչն է։ Մարդիկան գնում են, չէ՞։ Էրնեստին վար, չէ, բայց մարդիկան գնում են, չէ, եւ գնում են եւ արդյոք դրանից ինչ որ ձև իմ անկալում, ինչ պակաս բան են ունենում։ Ես ոչ թե համեմատում եմ իմ ու ինչ որ մեկի ավել կամ պակասը, այլ ես զգացողությունների մասին եմ ասում։ Դրա համար եմ ասում, դա շատ անհատական է։ Դու կարող ես քո իմ ընկալման բանը անհատական, էլի։ Կարող դու գնաս ոչ մի բան չգտնես եւ քո համար բան է այդ քո ասած հավաքական ինքնությունն է։ Մարդել կա կամ լավ դեպքում կամ վատ դեպքում գնում ինտեգրվում է եւ շարունակում է իր հայ լինելը զգալ ինքը։ Կարող է աշխատում է Իրան պետք է Հայաստանի Հանրապետությունը։ Ես մի հատ բան ասեմ էլի քեզ այդ թեզի վրա։ Չէ, մի րոպե, բայց այդ հարցը մնամ։ Եթե այդ մարդը ինչ որ միտեղ իրան լավ ազգում, տանն ազգում, ամեն ինչ նորմալ է, իրան պետք է Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա ասում եմ այդ մարդը օրինակ աշխատում է, ես այդ օրինակը նոր ասացի։ Ու ասենք փող է ուղարկում նաեւ ստեղ իր բարեկամ հարազատներին, չգիտեմ, կարող է ինչ որտեղ գործություն անում այնքան է հարստամ, այնտեղ ավելի լավ է իրացվե։ Հիմա մենք ինչ ենք փակում այդ մարդկանց համար։ Ես ով եմ որ փակեմ։ Չէ, ես էլ ես ով եմ որ բացեմ, sense ասել։ Այդ քո թեզը որ դու ասում ես, ես իր հետ մի հատ խնդրեմ ունեմ, չեմ ուզում արժեզրկեմ, էլի, ես քեզ շատ հավատում եմ որ դու այդ ասում ես, ու ես հավատում եմ որ տենց էլ կա։ Բայց այդ թեզը ես շատ եմ լսել փոքր ժամանակվանից։ Ես որ գալիս են ասում են, ապեր գնաս ուրիշտեղ դու դե քեզ չես գալու էլի sense ոնց որ մեր Հայաստանում, մեր օդը, մեր ջուրը, բան sense բաներ կենացների տեսքով, ոչ թե շատ անգամ այդ մարդիկ որ ասում են, դու այդ ցախ լսում ես, ու ես զգում եի որ ես սկսում եմ կրկնել այդ առանց հասկանալու ինչ եմ ասում։ Իմ դեպքում եմ ասում, էլի կոնկրետ։ Ու հետո երբ որ ես գնացի Ռուսաստան, ես զգում եմ, արա չէ, օդ ջուր բան, սա օքեյ է։ Հասկանաս, ու այդ երբ որ իրականության հետ ես բախվում ու պարզվում է որ այն ինչ որ քեզ ասում են քո համար չի աշխատում, Կոմոդ արդեն շատ վտանգավոր հարցեր են առաջանում, ինչի՞ց է պետք вообще Հայաստանի Հանրապետությունը, եթե ինձ ասում են, որ էս է հարցը մենակ, ու հիմա ես գալիս եմ հասկանում եմ, որ էսի հարց չի։ Ու դրա համար ես շատ կուզենամ, որ մենք ավելի գիտակից մտածենք Հայաստանի Հանրապետության մասին, որ հիմա ինքը կա, մենք չունենք ուրիշ տարբերակ, պրոստը չունենք ուրիշ տարբերակ, չունենանք պետություն։ Եթե մենք չունենք պետություն, մենք շատ մեծ կորուստներ ենք ունենալու մարդկային, բարոյական եւ այլն։ Ասածը նույն բանի մասին է։ Մենք պետքա գիտակից ընտրենք այս երկիրը, ոչ թե համար որ ինքը ամենալավն է, որտեվ ինքը կապված է կամ ինչ-որ բան։ Դրա մասին է, ես չեմ ասում, որ օդը ջուրը կամ հողն է։ Դու ասում ես հավաքական գիտակցությունը պահում է եւ դա կարող։ Ես բանը մոտ ընկեր հենց ունեմ շատ 1000 տարվա, որ տեղափոխվել է, բարեկամ է ունենք, իրանք իմ գնահատումն է, էլի, շատ օրինակելի մարդիկ են եղել, լավ կրթություն ստացած, իրավապահ, օրինապաշտ, չգիտեմ, ազատ մտածող, բայց իրանք չսուր անարդարության զգացող, դա երկու մարդն է մտքից, բայց տարբեր պատճառներով, տարբեր հանգամանքներով, այդ մեկը, չգիտեմ, ուրիշ տեղ է գնացել, մեկը ուրիշ երկիր է գնացել։ Հիմա այդ մարդիկ ասում են, այստեղ իրանք չեն, ասում են շատ լավ է։ Եվ չեն մտածում հետ գալու մասին, որտեվ ասում են, ես ինձ նորմալ միջավայրում եմ զգում, կարողանում եմ բանը, չգիտեմ, ոչ մեկ ինչ չի ուզում խափի գցի, ոչ մեկին հանդեպ, չգիտեմ, sense ատելության բաներ չեմ զգում եւ հիմա այդ մարդը այդ պահանջն է ունեցել, չենք ասում, ստե չէր կարա, այդ անձնական սոցիալական մտածում ես, դե լավ կրթություն կտամ երեխեքին, լավ կյանք ունենան, 1000 մի բան։ Բայց ուզում եմ ասեմ, հիմա այդ մարդիկ կան եւ մեր միջև ապրում են, էլի, ու դրանից իրանք պակաս ինչ որ բան չեն ունենում։ Այլ խնդիրը ոնց անենք մենք էս որպես հանրություն, որ այդ վատ սելեկցիան չի, այսինքն այն մարդիկ ովքեր լավն են, կարող են նենց միջավայր ստեղծենք, որ այդ լավը ունենան։
լավի մեջ մնան։ Ինչ ենք ուզում ստեղծենք, եթե ուրիշտեղ կա։ Հա? Ինչ ենք ուզում ստեղծենք, եթե ուրիշտեղ կա։ Ամենտեղ մի հարմար կա, ամեն մեկի համար միտեղ կա։ Մի հատ պետք է մի հատ դեպքում հետ գանք ու հարցնանք տարբեր պատճառներ կան, տարբեր մարդկանց էլի եմ ասում, էլի որ ինչի պետք է ստեղծել, տարբեր պատճառներով կա։ Եթե այդ պատճառները չլինեին, հիմա արդեն ոչ բան չէր մնա։ Հիմա այդ մարդկանց ինչն է իմ ընկալմամբ մղել դուրս, որտեվ իրանք չեն տեսել այդ հնարավորությունը, որ ստեղ կարան բան ստեղծեն։ Դրա մասին էլ է նաև այդ արդյոք մենք այդ հնարավորությունը կարող ենք ապահովենք, որտեվ կարա լինի էլ, կարա շատ լավ հնարավորություն լինի, որտեվ չգիտեմ Ամերիկայում էլ կամ շատ ավելի Շվեդիայում եւ Ֆրանսիայում ասենք կամ ուրիշ տեղ որոնք մարդիկ ձգտում են, ուրիշ տեղ են գնում, որտեվ հարկերը քիչ է։ Իսկն այդ բանն է կա, էլի, փոքր որակի։ Ես կարող եմ քիչ իմ փորձով կիսվեմ ստե, էլի, ես որ գնում եի, իմ մոտ էլ կար հստակ տպավորություն, որ ես կյանքում ստեղ ոչ մի բան իմը չեմ կարողանալու անեմ, իմ խոսքը չեմ ունենալու ու տեղ չունեմ այս հասարակությունում։ Հետո ես գնացի հետ եկա ու ես հասկացա, որ ես ուղղակի վռազեցի, որ ինչ որ բաներ կան, որ ստե ինչ որ տարիքից հետո ավելի հեշտ է շատ։ Հետո դու ես մի քիչ փոխվում։ Հետո մի քիչ այդ ընկալումը բայց կարող հանրությունն էլ է փոխվել է, բայց ես այդ դրան ինչ որ ես այդ չեյս գա, միջև ես հետ չգայի ու չմնայի։ Այսինքն որ ուղղակի գնում գալիս էի, նույնիսկ 18-ից հետո ես գնում գալիս էի, ես շարունակում էի չզգալ այդ։ Բայց երբ որ ես հետ եկա ու մնացի, այդ ժամանակ ես սկսեցի զգալ։ Причем բավականին վատ ժամանակաշրջանում եկա, ես 20 թվին եմ եկել, էլի, հենց միջև COVID-ի սկսվելը ու այսինքն միջև պատերազմն էր։ Ու բան էր, ու հիմա ես տենց չի, ես զգում եմ, որ ինստիտուտները իմ դեմը բացվել են կամ չեմ կինո արտադրություն մեջ ես կարամ մտնեմ, ես այդ սաղ չեմ զգում, բայց ես զգում եմ, որ ես արդեն այդ համարձակություն ունեմ, շարունակեմ բրթեմ, ոնց որ իմ այդ կայֆը մտա, որ ես դժվար ռեժիմի վրա եմ խաղում ինչ որ խաղ ու դրանից ինքը ավելի մեծ բավականություն է ինձ տալի։ Ու ես հասկանում եմ, որ էսի ամենատես ազգանվեր բաները չեն, բայց այդ այն բանն է, որ ինձ ստեղ պահում է շատ մեծ կայֆով ի հակառակ ստեղի ինչ որ անկատարելությանը, հասկանում ես, որովհետև լուբոյ ուրիշ տեղում ես շատ միջակ բաներ կարամ իզնից ներկայացնեմ, այդ որ ես ասում եի ստատուսների մասին, ստեղ ես կարամ ինչ որ օրինակ ստենդափերներից առաջիններից լինեմ, հասկանում ես, ու այդ մենակ ստեղ է հնարավոր։ Էլի բաներ կան, էլի որոնք դու օրինակ թվարկեցիր, ես դրա մասին վերջերս եմ մտածում, որ ես առաջ հակադրվում էի հասարակությանը, իսկ հետո ես հասկացա, որ ես հակադրվում էի այս հասարակությանը, ու էլ ոչ մի հասարակության ես չեմ կարող հակադրվեմ, եթե գնում եմ, ու այդ ինձ չի դզում, ես պետք է հակադրվեմ, այդ էլ է իմ ինքնության մաս, ու ինքը մենակ ստեղ է իրացվում։ Ես արդեն ստեղ եմ մեծացել, այդ արդեն չես կարող ինձնից խլես, ու ես արդեն ուզում եմ շարունակեմ ստեղ ապրեմ։ Այն մնացածը ես վերցնում եմ, այդ օրինակ ինչը քո համար է շատ կարևոր մեր խոսակցությունից ես գիտեմ, հա, այդ ազգային մասերը, մշակութային ինքնության մասերը ես վերցնում եմ որպես զենք, որով ես ինձ կարամ ու զրա, որով ես կարամ ինձ պաշտպանեմ ու զինեմ, որ ես կարողանամ ստե մնամ, բայց իմ պատճառները շատ էգոիստիկ են դրա համար, էլի, դրա համար ես մի քիչ այդքան ուզում ասեմ տարբեր պատճառներ կանեն, բայց իրենք կարան շատ ռացիոնալ դուրս գան իտոգում, ոչ թե մենակ տենց անշոշափելի։ Չգիտեմ, շատ ուզեցի այդքան ասեմ։ Այո, շատ բաներ ոգեշնչող էր։ Բայց դու իմ համար ես կարող չգիտեմ, եթե ամփոփելուն է, բայց ես իմ համար օրինակ կարևոր է, որ այդ հանրությունում լինի ազատություն, այդ քո ասած ինքնությունը, թող այդ ազատությունը լինի ինքնությունը ընկալելու, սահմանելու եւ այլնի, որովհետեւ, չգիտեմ, ես օքեյ եմ ապրել մարդկանց հետ, ովքեր կարող է բանան, քրիստոնեական հայացքներ չունեն կամ, չգիտեմ, ինչ որ ոնց է Աշոտ ասեց, ազգանվեր գործով չեմ զբաղվում, ազգանվեր գործով չեն զբաղվում, իրանց ընկալմամբ գոնե։ Եմ ասեմ, այդ ազատություն կա, որ մենք մշակութային ես չեմ ժխտում, էլի, այդ մշակութային ազգային ընդհանրություն ունենք, բայց այդ ոնց որ լավագույնս իրացվում է ինձ թվում է ոչ թե ինչ որ հստակ պաշտպանությամբ, այլ այդ ազատ ստեղծագործելու հնարավորությամբ, որտեվ քանի որ մեր մեջ այդ կա, այսինքն այդ ազգային ընկալումը, մշակութային յուրահատկությունը, ավանդույթները եւ այլն, էլի։ Այսինքն երբ որ թողած դա ազատ ժամանակի հետ ստեղծագործվի, դա բնականորեն փոխվելու է եւ ավելի զարգանա։ Երբ որ դու փորձում ես իրան, չգիտեմ, ինչ որ տենց անդադ տարբեր ֆորմաներ տալ եւ այլն, քաղաքական իմաստով, էլի, այսինքն իշխանության տարբեր։ Դա ավելի ոնց որ բաների է բերում։ Այսինքն իմ համար օրինակ այդ ազատությունը ավելի բան է, էլի, հիմնարար է այդ իմաստով։
Չգիտեմ ինչ ասեմ։ Աղվանը սիրտ չուներ խոսելու, ասելիք չունեմ։ Աշա Արփին այսօր հիվանդներ ու մենք իրան ճնշում էինք, մի երկու լավ բառ գրեք էլի շատ բարի իր հանդեպ, որի շուտ լավանա։ Դե հարցավերում ճնշում։ Ես հասկանալի եմ ձեր համար այս կոնտեքստում, հա։ Օրինակ դուք ինչ եք մտածում իմ ասածների մասին, էլի ո՞նց է ձեր մոտ ձևակերպվում։ Կոնկրետ ինչ ասա։ Ասենք ես ազգայնական եմ։ Հա, ինձ թվում է։ Չգստանց է։ Եթե դու չես ուզում ընդունես։ Չէ, ես ընդունում եմ, ես հենց տենց էլ ինձ ընկալում եմ, էլի։ Բանա, ես մի քիչ Ինչի զարմացար։ Չէ, որ sense շատ բան է։ Չէ, որտեվ զավոր հարցրի, ինձ թվաց այլ ընկալում է, էլի։ Իմ մոտ մի քիչ հələ տենց խմորումների բան է, էլի, տենց ձեր ասածներից տենց ուզում եմ հասկանամ վերջը ինչն է ձեր համար, ես տենց մի քիչ լավ չհասկացա, դուք ինձ լավ հասկացաք, ես ձեզ չէ։ Ինչն է որ տենց ամենակարևոր բանը ինչն է, որ ձեզ ստիպում է մտածել, որ Հայաստանի Հանրապետությունը պետքա լինի։ Բայց չգիտեմ, ես տենց որ ասում։ Ուղղակի նայ շատ հետաքրքիր է, երբ որ դու սենց ամեն ինչի կողքը մի հատ հարցական ես դնում, արդյոք դա այդպես է, արդյոք դա այդպես է, դա շատ հետաքրքիր է, բայց ես մի քիչ ճգնաժամի էքզիստենցիալ ճգնաժամի մեջ եմ հայտնվում, երբ որ ամեն ինչի մասին այդ հարցը տալիս եմ, իմ մոտ տպավորությունն է, որ սենց բռնում են արմատներից սենց իմ ասել, որ վերջում էլ այդ ազատության մասը որ խոսում, քաղաքացիական բանն է, կարգավիճակն է, ես մենակ ստեղ ունեմ այդ քաղաքացիական կարգավիճակը այդ ազատությունը, իսկ դե պարզ է այդ քաղաքացիական կարգավիճակը տարբեր ազգությունների տրադիցիաներով տարբեր ձև է ձևավորում։ Հիմա այստեղ եմ ձևավորում, բայց միակ տեղը, որտեղ ես կարամ որպես մարդ առավելագույնս իրացվում, այստեղ է։ Այդ իրավունքներով ազատություններով կապ չունի ինչ ինքնություն է նույնիսկ, էլի։ Ես ոնց որ ազատություն ունեմ, այդ ինքնությունս ձևավորեմ։ Հիմա կլինեմ անարխիստ հակապետական տար, թե կլինեմ լոյալիստ բան ռեժիմի սպասարկու, այդ էլի ինչ որ բան է, էլի այդ կարևոր ազատություն է քաղաքացիական։ Դրա համար եմ ես այդտեղից հարց տալիս, որ դու ունենաս հիմա օրինակ ունենաս ուրիշ երկրի քաղաքացիություն, դու միևնույնն է նույն ձև կիրացվես, քո Հիմա էլ եմ ասում, եթե ստերիլ ես վերցնում մարդկանց իրավիճակները ինչ-որ կոնտեքստից կտրում է։ Չէ, ստերիլ չեմ վերցնում։ Նկատի ունեմ հենց այս պարագայում, հենց հիմա։ Դե դու վերցնում ես, ես ասում ստեղ եմ ձևավորվել ես արդեն biased եմ, ես այդ հարցին չեմ կարա առանց bias-ի պատասխանեմ։ Ես որտեվ ստեղ ես բանը ունեմ ընկերներ, պատմություններ, հիշողություն, ես չեմ կարա այդ հարցին, այդ չի նշանակում, որ ասեմ չէ դա ճիշտ պատասխան է կամ ասեմ հա դա ճիշտ չկա տեղ ճիշտ պատասխան կա բան ինչ որ միջավայր որ ինձ ձևավորել է իմ ընկալումն է ձևավորել իսկ եթե sense պատասխանում քեզ կբավարարի օրինակ այդ իմ համար տարօրինակ հարց է որովհետև այդ նույնն է եթե դու հարցնես իսկ ինչ են քո աչքերը այն գույնի որը կա ինչի է պարտադիր որ իրանք այդ գույնի լինեն պարտադիր չի ես կարամ փոխեմ կարամ լինզա ակնեմ կարամ ինչ որ քիրուրգիական փոփոխություն անեմ բայց ես չեմ տենում պատճառ է տանելու ինձ ոչ մեկ չի համոզել որ այս աչքերի գույնը ինչ որ բանով ավելի վատն են քան ցանկացած ուրիշ աչքի գույն ու նույնիսկ եթե ինձ համոզեն որ գիտես ես կապույտ աչքերով ավելի լավ կլներ այն տանջանքները որոնցով ես պետք է անցնեմ այդ աննշան փոփոխությունը ստանալու համար ուղղակի չարժեն դա ես արդեն այս պետության մեջ եմ ես իրա մեջ ծնվել եմ նո չէ ես ծնվել եմ սովետի ժամանակ բայց ուզում ասեմ գիտակից ամբողջ տարիքս հասկացել եմ ստե հին մարդը Շանթ Հարությունյաններ ասում որ բարոյական չի այդ հարցը տալ ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը ճիշտ եմ կարող է չգիտեմ բայց եթե կանտն եք ասել դա բարոյական չի որովհետև ասում է բարոյականությունը դա այն ինչ որ բանական է այսինքն բանական հիմնավորման բան հիմա մենք բաների մասին ենք խոսում որոնք էլ իմ ընկալմամբ իրացիոնալին նաև բաներ են էլի իրացիոնալ բաներ են դրա համար հետեւաբար եւ բարոյականության օրինակ ասում եմ մորսերը երեխայի հանդեպ դա բարոյական մորալիթի մեջ չի մտնում որտեվ դա բնությունից բանական ինքը չի որոշել էլի բնությունից տրված է բայց կստի այսի շատ բան է մի քիչ cheesy բան ասեմ էլի մենք ես չէի ուզում ոչ մի ձև ասեի որովհետև մենք ինչ-որ տես փորձում ենք օբյեկտիվ բաներից խոսանք համատար բայց բացի ամեն ինչից այդ սերի սիրո հարցել կա ոնց որ բանա ես այդտեղ ծնվել եմ այդտեղ մեծացել եմ ու ես սիրել եմ այս երկիրը ոչ թե նրա համար որ ինքը ամենալավն է կամ ինչ-որ բան է որովհետև ես ուրիշ տարբերակ էլ չունեի
Հա, բայց էլի այդ bias-ն է, շատ էլի։ էմոցիոնալ կապված եմ այս երկրի հետ ու այս պետության հետ, այս քաղաքի հետ նամանավանդ խոսքի, որը շատ իմ համար բան է, ու այդ ոչ մի ռացիոնալ բան իր մեջ չի կարա պահանջի, բայց հենց այդ էմոցիոնալ բաները, այդ իրացիոնալ բաները մեզ ստիպում են միջև վերջի արունի կաթիլ կռվել ինչ որ բանի համար, որովհետև ռացիոնալ բաների համար շատ անգամ կռվել պետք էլ չի։ Դες բան կա, էլի, ոչ մեկ դες սովորաբար կռվում են իրացիոնալ պատճառներով։ Ու իրացիոնալ պատճառներով հարձակվում են, ու իրացիոնալ պատճառներով դու պետքա պաշտպանվես։ Ու դրա համար կարող է քո հարցի պատասխանը իսկականից պետքա իրացիոնալ լինի, որ մենք ուղղակի չեմ սիրում ենք այս ամեն ինչը ու թող ինքը լինի, խիչ լինի, մնացածը հոգա։ Չէ, բայց այդտեղ այդ կարևորը այդ bias-ը կա։ Այսինքն դու սիրում ես, որովհետև ես միջավայրում ես, դու այնպես չի որ բանս ունեցել էլի, բոլոր հնարավորություններով փորձառություն արել ես եւ ընտրել ես, բանականորեն ընտրել ես։ Դրա համար այսինքն այդտեղ մենք փորձում ենք մորալիթի հարց դնել, որը մորալիթի չկա այստեղ, որովհետև մենք այս բանով մենակ այս հնարավորությունն ենք ունեցել, այլ ընտրանք չունենք։ Հիմա ես եթե զրոյական գիտակցությամբ ծնվեի, չգիտեմ, Ֆինլանդիայում, Չիլիում, Արգենտինայում, նույն գուցե էմոցիաները ունեի Չիլիի, Ֆինլանդիայի եւ Արգենտինայի նկատմամբ։ Ես վստահ չեմ, որ հակառակը։ Այսինքն դրա հետ համաձայն եմ։ Կայֆ հաղորդում է այսօր։ Լավ վիճեցի, շատ դզած։ Բայց ես էլի ասելու բաներ ունեի, ուղղակի կներեք, ես այս անգամ մի քիչ հիվանդ էի, սկզբից տաքություն ունեի, ոնց որ հիմա հովացա։ Կներեք, եթե ինչ որ բաներ ներողության ժամ։ Ներեք ինձ, եթե ինչ որ բաներ ավել պակաս ասեցի, հա, ինչ որ տեղեր ընդհանրապես չէի խոսում, որովհետև ինձ իրականում հետաքրքիր էր ինչ եք խոսում։ Գրեք, դուք ինչ եք մտածում այս հարցերի մասին, քննադատեք մեր ավել պակաս։ Հենց դու գրի։ Մնացածը հեշ, դու գրի։ Ես գերող տղա չեմ։ Հա, կոմենտներ առաջարկեք, լուրջ ես այն բանը չի։ Մեր շատ կարևոր է ձեր կարծիքը, չէ՞, իսկականից հետաքրքիր թեմաներ առաջարկեք, որտեղ մենք շատ անգամ մի քանի բան առաջարկում ենք, բայց չգիտենք որը ավելի լավը կներ, որը ավելի շուտ կարող ինչ-որ բան համընկնի ու մենք ասենք, օ, վсё, կոմենտարը գրեցին, ես գնա։ Պատկերացնում ինչը կարա հետաքրքրի են մարդկանց, ովքեր նայում են տենց թեմաներ առաջարկեք։ Եթե անհրաժեշտ լինի այս թեման շարունակել, կարաք նես թեմա առաջարկեք, որի շրջանակում կարենք այս թեման շարունակենք, մեր թերությունների մասին գրեք, մեր առավելությունների մասին որ գրեք կուրախանանք, շատ անկեղծ բան ենք, չէ՞, մենք մեր դիտողների հետ շատ անկեղծ զրույցի մեջ ենք, ուղղակի ոնց որ մենախոսություն լինի։ Շնորհակալություն։ Հետևեք Infocom-ին, Telegram-ում, Facebook-ում, YouTube-ում եւ մնացած բոլոր սոցիալական հարթակներում։ Լայքեք, կոմենտեք